Բարև ձեզ։ Այսօր Մետաֆոր պոդքասթի հյուրն է մարտական եղբայրություն միաբանության անդամ, պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը։ Հրանտի հետ փորձում ենք հասկանալ, թե ինչ համաշխարհային համատեքստում սկսվեց 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմը, որ պետություններն էին պատերազմի ռազմական եւ քաղաքական կողմերը, եւ թե ինչը դրդեց Հայաստանի ղեկավարությանը հանձնվել թշնամուն։ Համոզված լինելով, որ ինքնիշխանությունը երաշխավորելու գործում առանցքային դեր է խաղում ռազմական ուժը, Հրանտ Տեր-Աբրահամյանը գալիս է այն եզրահանգմանը, որ Հայաստանը պետք է կրկին վերածվի ուժային գործոնի։ Պարոն Տեր-Աբրահամյանի համոզմամբ Հայաստանում վերելք ապահովելու համար եւ կրկին տարածաշրջանային գործոն դառնալու համար պետք է իրականացվի ազգային հեղափոխություն։ Զրույցի վերջին հատվածում Հրանտի հետ մտովի տեղափոխվում ենք 2125 թվական եւ փորձում ուրվագծել այն հայկական պետությունը, որը ամենամոտը կլիներ մեր ազգային երազանքներին եւ իղձերին։ Ըստ այդմ, այլևս պարզ է դառնում մեր միջնաժամկետ եւ կարճաժամկետ անելիքը։ Հիշեցնեմ, որ Մետաֆոր պոդքասթի հաղորդումները կարող եք դիտել մեր YouTube-յան ալիքով եւ լսել Բելգահայ ռադիոյի եթերում։ Բարև Հրանտ ջան, շնորհակալություն, որ ընդունեցիր իմ հրավերը Մետաֆոր պոդքասթի հյուրը լինելու։ Արի միանգամից սկսենք։ Բարև եկաչը։ Ուզում եմ միանգամից մի քիչ բարդ թեմայից սկսենք։ 2020 թվական պատերազմ։ Սա այն թեմաներից է, որը իմ կարծիքով շատ քիչ է վերլուծվել կամ համարյա կարելի ասել չի վերլուծվել։ Արի մի քիչ խոսենք, որն էին այդ պատերազմի պատճառները, ովքեր էին մասնակիցները, այսինքն կողմերը պատերազմի։ Եվ վերջին հաշվով շատ բարդ հարց, բայց ինչի Հայաստանը որոշեց մեծ հաշվով ձեռքերը վեր պարզել եւ այսպես ասած հանձնվել։ Դե հասկանում ես, չէ՞ որ մի 24 ժամվա պատասխանելու հարց ես տալիս։ Պես սկսեմ իրականում նրանից, որ երբ որ ասում եք չի վերլուծվել։ Դե նման թեմաները իրականում այդպես զուտ հասարակական մակարդակով չեն կարող վերլուծել, ինչքան էլ փորձեն։ Ասենք ինչ որ փորձեր արվում են ինչ որ անհատների կողմից, ինչ որ խմբերի կողմից։ Պատերազմ վերլուծելը ինստիտուցիոնալ գործ է։ Դրա համար պետությունը եւ հանրությունը պետք է ունենա ինստիտուտներ, որպեսզի պատերազմը ռեալ կարողանաս վերլուծես իր, որտեղ պատերազմ վերլուծելը ինքը ենթադրում է մի հատ ահռելի ծավալի մանրամասներով դու չես կարող ուղղակի sense մի երկու բան ասենք թեկուզ ռազմական գործողություններից վերլուծել ավարտես։ Ես այս օրինակը միշտ բերում եմ, որ երբ որ 1918 թվականին Գերմանիան պարտվեց առաջին համաշխարհային պատերազմում, եւ իրենց արգելված էր նույնիսկ այդ ժամանակ գլխավոր շտաբ ունենալ Վերսալի պայմանագրով, բայց այդպես գաղտնի գլխավոր շտաբ ունեին։ Ուրեմն 1009 բաններ Ֆոնզեկներ գեներալ է ժամանակ 1919 թվականից իրանք գլխավոր շտաբը գաղտնի իրականում նպատակ դրեց վերլուծել պատերազմը եւ իրանք ուրեմն ստեղծեցին կարծեմ 52 թե մոտավորապես այս տիպի թվի հանձնախումբ այդ վերլուծության համար 50-ից ավել հանձնախումբ տարբեր ուրեմն հարցերով սկսած ասենք ստրատեգիական հարցերից մինչև մատակարարում, տեխնիկա եւ այլն եւ հասկանում ես, չէ՞, 52 հանձնախմբում մի հոգու չէ։ Եվ այդ հանձնախմբերը 2-3 տարի մենակ նյութ էին հավաքում, այսինքն հարցարաններ էին մշակում, նյութ էին հավաքում եւ այդ վերլուծության հիման վրա արդեն երբ որ 2-3 տարի անց եկավ, վերլուծեցին, ամփոփեցին, սկսվեց գերմանական բանակի բարեփոխումը իրականում Գերմանական բանակի այդ բարեփոխումը սկսվել է 1920-ական թվականից Վայմարյան Գերմանիայի ժամանակ եւ այդ պարտության վերլուծության հիմքի վրա իրանք օկուպացիոն ռեժիմի տակ, չէ՞։ Հա։ Վայմարը օկուպացիոն ռեժիմ էր։ Ըստ էության, հա, բայց այդ պայմաններում իրանք դա արեցին, ուզում եմ ասեմ պատերազմի վերլուծությունը ինչ կարգի ինստիտուցիոնալ գործ է։ Լավ, ես հասկանում եմ, մեր գերմանական գլխավոր շտաբ չի լինելու, բայց ինստիտուցիոնալ պետք է Ամեն դեպքում ինչ որ նույնիսկ ոչ ինստիտուցիոնալ մակարդակում ես քո հետ լրիվ համաձայն եմ անտանելի անբավարար է մեր մոտ նախընտրում են պատերազմի մասին խոսել այսպես միֆական բաներով այսինքն ոչ թե դնեն նստեն քարտեզի վրա վերլուծեն հասկանան ինչ տակտիկա կիրառվեց ոնց եղավ ինչ եղավ միֆական մակարդակում բայրակտարներ եկան խփեցին թուրքերը շատ էին մեզ հաղթեցին եւ այլն
զուտ օրինակի համար բերեմ, իրականում ասեք այդ թվացial ճշմարտությունը, որ թուրքերը շատ էին դրա համար մեզ հաղթեցին, երբ որ մի փոքր առանց գլխավոր շտաբի քո խելքով փորձում ես հասկանալ, վերլուծել զուտ քո ունեցած ինֆորմացիայով ու հրապարակային, հասկանում ես, որ դա ծերից ծեր սուտ է, որտեղ թուրքերը մեզ հաղթեցին ոչ թե շատով, այլ քչով։ Հիմա մեկը թող ինձ ասի, օրինակ Շուշին գրավելուց թուրքերը այդ ինչ մեծ ուժեր էին կուտակել, նույնիսկ տեխնիկա չէին կուտակել, նույնիսկ ճանապարհը գլխավոր չէին վերցել, այսինքն արահետներով, կածաններով, փոքր պատրաստված, շատ լավ պատրաստված խմբերով իրենք այդ օպերացիան կարողացան իրականացնել։ Հիմա մի կողմ թողնենք, որ մարդիկ ասում են, դե քաղաքականներ իրականում Շուշին հանձնված էր եւ այլն, դա կապ չունի, նույնիսկ եթե քաղաքական պայմանավորվածություն կա, դու ռազմական գործողությունը պետք է իրականացնես։ Եվ այդ ամբողջ մեծ ճակատի լայնքով եթե մենք վերցնենք, Քարվաճարից մինչև Ջաբրայելն ընդհանրապես մի տեղ են իրանք ճեղքել ճակատը։ Մի տեղ ա եղել քիչ թե շատ դասական ձևով ճակատ ճեղքել տեխնիկայով եւ այլն։ Դրանից հետո իրենք գործել են փոքր խմբերով, արագ մոբիլ խմբերով, առանց մեծ տեխնիկայի, նույնիսկ առանց ճանապարհների, եւ ինչպես մեր ընկերներից մեկը ասում էր, թուրքերը մեզ 600 հոգով են հաղթել, ինքը իրենց պատերազմի մասնակից որպես, դա որոշ չափով պայմանականություն է, հա, բառացի 600 հոգու մասին չի խոսքը, բայց այդքան տիպի քանակի լավ ճիշտ պատրաստված, հատուկ մարզված եւ հատուկ տակտիկա կիրառող ուժերի կողմից։ Սա օրինակի համար են բերում, թե մեր մոտ ինչ մակարդակի է պատերազմը վերլուծում, բայց մեր մոտ ասում են դե ռեսուրսները շատ էին, չգիտեմ, իրանք շատ են, այդ շատը այստեղ դեր մեծաշող չի կատարել, այդ շատը ընդհանրապես ֆոնային դեր է կատարել։ Սա զուտ օրինակի համար, որտեղ շատ երկար կարող ենք խոսել վերլուծության մասին։ Ինչ վերաբերում է պատերազմի, երբ որ ասում ես, որոնք են դրանց կողմերը, որոնք են պատերազմի պատճառները, կողմերը, ես ճիշտ ասած դե ստիպված պետք է հղում անեմ ինքս վրա, մի քիչ երևի այդքան էլ ճիշտ չի, բայց ստիպված պետք է անեմ, որտեղ շատ երկար ու բարակ այդ հարցի մասին խոսել եմ մի քանի հաղորդում, ոնց որ չգիտեմ, եթե մեր պայքարը այդ շարքը կա, ռուս-թուրքական վանդակի շարունակությունն է, կարծեմ հենց այս ամռանը անցած տարվա շուտ դե հենց ես դիտավորյալ եմ այդ հարցը տալիս, որպեսզի ովքեր որ դեռ փորձել են նաև հենվելով, որովհետև այս հարցը վերլուծելու համար պետք է նաև պատմական այդ կոնտեքստը պատկերացնես։ Դրա համար ես ռուս-թուրքական վանդակից սկսեցի, որպեսզի պատմական կոնտեքստի մեջ տեղավորենք նաև, որովհետև այդ օրինաչափությունները աշխարհագրական, իրանք աշխարհաքաղաքական, իրանք քիչ փոփոխել են։ Իհարկե, եթե մենք վերցնենք պատերազմի պատճառները, ամենամեծ մասշտաբից նախ պետք է սկսենք։ Ամենամեծ մասշտաբում այսպես է նման ուրեմն լոկալ հակամարտությունները իրենք ակտիվանում են, երբ որ աշխարհակարգը որոշակի անկանոնացման փուլ է։ Տեսեք, մենք ունեցանք սովետական միության փլուզում, այդ ժամանակ եղավ պատերազմ, աշխարհակարգի ճգնաժամ, հետո իրավիճակը կայունացավ եւ ինչքան 20 տարուց ավել տևեց։ Ինչու չէր սկսվում այդ ժամանակ։ Պատճառներից ամենագլխավոր, այսինքն հիմնական են ամենամասշտաբային պատճառները, որ համեմատաբար կայուն աշխարհակարգ էր, ուժերը իրար մեծ տերությունները բալանսավորում են եւ դա անդրադառնում է նաեւ փոքր հակամարտությունների վրա։ Այս ամենամասշտաբայինը, երկրորդը արդեն հետ սովետ, երբ որ այդ առաջինը ավարտեմ, երբ որ արդեն 2010-ականներից սկսվեց այս աշխարհակարգի ճգնաժամը, այդտեղ արաբական գարրանից սկսած Ուկրաինայով եւ այլն, այդ ժամանակ բացվեց այդ պատուհան։ Իհարկե դա չի նշանակում, որ Ադրբեջանը իհարկե պատրաստվում էր պատերազմ, իհարկե այդ պլանները մշակած ունեին, բայց պետք էր հարմար միջազգային իրավիճակ։ Իրանք այդ պատուհանը արդեն 2016-ի կողմերը գտան մեծ միջազգային։ Երկրորդը իհարկե արդեն հետ սովետական տարածքում զարգացումները, որտեղ այդ միջազգային անկայունության մեջ Ռուսաստանը մի կողմից եւ մյուս կողմից Թուրքիան սկսեցին արդեն ճանապարհներ որոնել իրենց ազդեցությունը լայնացնելու, մեծացնելու, որովհետև որոշակի ուժային վակուումներ ստեղծվեցին տարբեր տարածաշրջաններում, Մերձավոր Արևելքում, մեր տարածաշրջանում, Տո Աֆրիկայում, Արաբական հետ Հյուսիսային Աֆրիկայում, Մաղրիբում եւ այլն, եւ այս երկուսը փորձեցին իրենց ազդեցության այդ վակուումի մեջ իրենց ազդեցությունը լայնացնելու փորձեր եւ հատկապես Սիրիայում, ինչպես հիշում եք, իրար, այսպես ասած, հանդիպեցին եւ այդտեղից մոտավորապես սկսվում է այս ռուս-թուրքական հարաբերությունների նոր փուլը, երբ որ արդեն 2016 թվականին դա ըստ էության վերածվեց դաշինքի, հիշում եք, երբ որ հեղաշրջում էր Էրդողանի դեմ այդ հեղաշրջման փորձը, ռուսները ըստ էության փրկեցին, դա իրանք հիմա չեն թաքցնում, ձևավորվեց այս ռուս-թուրքական դաշինքը եւ սա դարձավ երկրորդ արդեն նպաստավոր պայմանը, որպեսզի այս պատերազմը վերսկսվի
որպեսզի որոշակի պայմանավորվածություններ արդեն տարածաշրջանային ձեռք բերելով կարողանան, ուրեմն ոչ թե կարողանան, այլ հնարավորությունը բացվի Ադրբեջանի համար ռազմական գործողություններ իրականացնել։ Երրորդը արդեն բուն ռուսական կայսրության այս վերականգնման ծրագիրը կամ չգիտեմ սովետական միության ինչ որ ֆորմատով վերականգնման ծրագիրը, որի դրսևորումից մեկը Ուկրաինայի պատերազմն էր, եւ մյուսը Ղարաբաղյան պատերազմն էր, էությամբ սրանք նույնն են։ Եվ այստեղ արդեն ձևավորվեց այս ռուս-թուրքական դաշինքի կոնտեքստի մեջ ձևավորվեց այս պատերազմի, այսպես ասած, պայմանները եւ սահմանները, որտեղ երբ որ մենք նայում ենք այս պատերազմի ընթացքին, անհնար է չնկատել, որ օրինակի համար այն որ Թուրքիայի մասնակցության այդ որոշակի չափը որ կար, հա, ասենք օրինակ այդ բաներով, հա, այդ ոնց է ավիացիա ռազմական, հա, F-16-ները թուրքական ներկային Ադրբեջանում Ռուսաստանի անմիջապես սահմանին ՆԱՏՕ-ի ավիացիա եւ Ռուսաստանի արձագանքը դրան շատ փափուկ, շատ մեղմ։ Մենք տեսնում ենք որ Ռուսաստանը պատերազմ է սկսում նույնիսկ երբ որ մեկը ասում է մենք ուզում ենք ՆԱՏՕ մտնենք, բայց այստեղ ՆԱՏՕ-ի ավիացիան մտնում է իր հարևան երկիր եւ շատ փափուկ արձագանք է։ Այդ այսպես կոչված այդ սիրիական վարձկանները, որոնք մասնակցեցին, հա, սիրիական ինստրուկտորները եւ այլն, այս ամեն ինչը առանց պայմանավորվածությունների նախնական հնարավոր չէր, այսինքն որոշակի կերպով Թուրքիային թույլատրված էր, դրա փոխարեն այն ժամանակ Ռուսաստան ճիշտ է, հիմա արդեն շատ պարամետրեր փոխվեցին, բայց այն ժամանակ խնդիրը հետեւյալն էր, հայերի պարտությունից հետո արդեն կամ հայերի դիմելուց հետո ռուսական զորքը մտնում է Ղարաբաղ, Ադրբեջանին հասնում են այդ ազատագրված տարածքները, մնացածը հասնում է Ռուսաստանին։ Այն ժամանակվա մոտավորապես սխեման էր, Թուրքիային էլ հասնում է հավելյալ ազդեցություն տարածաշրջանում, գումարած, եթե հիշում եք, իրանք ունեին նաև այդտեղ ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոն Աղդամում, սա էլ մի բան էր, որ անհնար է պատկերացնել, որ եթե մինչև պատերազմը չեն համաձայնեցել, հանկարծ նոյեմբերի 10-ին տենց բան է ստորագրում, պատերազմը չավարտած, Շոյգուն թռնում է Թուրքիա եւ ստորագրում են այդ համաձայնագիրը, բնական է դա չի կարող իմպրովիզացիա լինել, բնական է որ դա պետք է համաձայնեցված լինի եւ ոչ թե պատերազմի ընթացքում էլի իմպրովիզացված, այլ նախապես, այսինքն եղել են խոսակցություններ, եղել է այս ամեն ինչը ոնց որ սահմանել, ով ինչքանի է մասնակցում եւ ոնց եւ բնականաբար ինչպես եւ 16 թվականի պատերազմը, որը նախերգանքն էր, 20 թվականի պատերազմը նույնպես առանց Ռուսաստանի, այսպես ասած, մեծ ոնց որ թողտվության չէր կարող լինել։ Եվ իհարկե այստեղ կար նաև, ասենք, Հայաստանի ներսում էլ համապատասխան այդ բոլոր խոսակցությունները, որ օր առաջ պետք է համաձայնվել այդ ռուսական պլանին, օր առաջ մտցնենք խաղաղության այդ խաղապահ զորքերը, ըստ էության ստեղ այդ խաղաղասիրության բանի անվան տակ հանձնման քարոզ էր իրականացումը, դուրն պատերազմը դեռ նոր էր սկսվել, դեռ պարզել չէր, դե մոտիկ ասում մենք նախապես գիտենք, ոչ մեկ նախապես չի կարող իմանալ պարտություն ու հաղթանակի պատերազմից, այս չեմ ասում, ռազմական արվեստի ամբողջ եվրոպական դպրոցը Կլաուզևիցից սկսած մինչև Լուտվակ ասում է, որ պատերազմի արդյունքը անկանխատեսելի է, սկզբունքորեն անկանխատեսելի է, ոչ ոք չի կարող նստել դա թղթի վրա հաշվարկել, եւ պարադոքսալ տրամաբանությունը պատերազմի նույն ասենք, եթե մտածում են, որ Կլաուզևիցը հնացած է, կարող են Լուտվակի ստրատեգիան կարդալ եւ այլն եւ այլն։ Եվ ուրեմն այս բաները պարամետրերը բոլոր պայմանավորված, հա եւ մեր մոտ էլ այս հանձնման քարոզներ իրականացվում եւ ի վերջո մեր այս կառավարությունը, որը սկզբի շրջանում տենց փորձեց դիմադրության ճանապարհով գնալ, բայց իրենք արագ հասկացան, որ կոպիտ ասած, սա իրենց հակով չէր սա, եւ իրենք ըստ էության այդ պայմանները ընդունեցին, այդ գաղափարախոսությունը ընդունեցին։ Դրա համար ես հիմա օրինակ չեմ ընդունում, երբ որ իրենք ասում են 5-րդ շարասյուն, որովհետեւ 5-րդ շարասյան իմաստը այն էր, որ ինքը պատերազմի ժամանակ քարոզում էր արագ հանձնվել, չդիմադրել։ Եվ հիմա իրանք ընդունել են այդ նույն գաղափարախոսությունը եւ ավելի նույնիսկ սրել են, ավելի նույնիսկ ծայրահեղացրել եւ մեծ հաշվով իրանք էլ իրավունք չունեն ասելու 5-րդ շարասյուն, որտեղ իրենք ընդունել են 5-րդ շարասյան գաղափարախոսությունը, այսինքն որ Հայաստանը թույլ է դիմադրել անիմաստ եւ այլն եւ այլն։ Հիմա այն հարցի վերջին մասը կարծեմ ինչու պարտվեցինք, հա թե ինչու ոնց ասացի ձևակերպումը չեմ հիշում, դե դա է որոշեցինք որ խնդիրը հետեւյալն է, այդ տես մեզ պարտադրվեց իրականում այստեղ շատ կարևոր, իհարկե պարտության պատճառները բազմաթիվ են, ես չեմ կարող հիմա բոլորը վերլուծել, դա մինչև ռազմատեխնիկական հասնում է, ես ռազմատեխնիկական հետ գործ չունեմ, բայց քաղաքական պատճառները առաջին են։ Եվ շատ կարևոր է, որ մեզ ընդհանրապես ի սկզբանե
պարտադրվել էր, մինչև այդ իհարկե այս պատերազմի ընթացքում նույնպես, որ սա Ղարաբաղյան պատերազմ է։ Այս պատկերը ոչ թե իրական սա Ղարաբաղյան պատերազմ չէ, ինքը շարունակվում է մինչև հիմա մեծ հաշվով, Թշնամանքը շարունակում է հայաստանյան պատերազմ։ Բայց երբ որ պարտադրվեց, դե տրամաբանական այդ ժամանակ որ տարվում էր, իրանք ամեն ինչ արվում էին, որ դա այդպես երևա։ Այսինքն իրանք Արցախի իրանք այնպես էին անում, որ հանկարծ, այո, Հայաստանը չներգրավի, նաև բացի քարոզչությունը։ Իրենք նույնպես չմտան։ Այո, կարող էին մտնել Սյունիք կամ Գեղարքունիք, բայց չմտան։ Տպավորություն ստեղծվի, որ սա միայն Ղարաբաղի համար է այս հարցը։ Եվ բնական է այս տրամաբանության մեջ, երբ որ թուրքերը մտնում են Շուշի, այսինքն Ղարաբաղի սիստը ստրատեգիական կենտրոնը գրավում են, եւ պարզ է դառնում, որ իհարկե Շուշի գրավման օրինակ Ստեփանակերտ պահելը շատ մեծ հարց է, հնարավոր է թե չէ, Ստեփանակերտ Մարտունի այդ Ասկերան ամբողջ գիծը, եւ տրամաբանական է թվում, որ այդ դեպքում պետք է ընդունել, ուրեմն այդ պայմանները ընդունել պարտությունը։ Այն ժամանակ դեռ ես օրինակ փորձեցի մի հատ տենց թուղթ կազմել, որը փորձում էի ուղարկել, բայց իրականում չհասցրեցի դա անել։ Ես այլ տրամաբանություն այն ժամանակ առաջարկում էի, այսինքն ես դա կոչում էի ամբողջ տոտալ պատերազմի տրամաբանություն, մի քիչ սարսափազդու է հնչում, բայց ինչն է իմաստը, որ կապ չունի ինչ աշխարհագրական դիրքեր թուրքերը կգրավեն, Ստեփանակերտ կմտնեն, Շուշի կմտնեն, տո նույնիսկ Մարտակերտ կմտնեն։ Եթե դու դիմադրությունը շարունակում ես ցանկացած կետում, ասենք օրինակ Խարվաճարում, տո նույնիսկ Լաչինում, տո թեկուզ Գորիսում, էական չի։ Դու իրենց պլանից դուրս ես գալիս։ Իրենց պլանը այդքանն էր։ Մենք վերցնում ենք Շուշին, հետո Աղապազորքը մտնում է Ստեփանակերտ, դրանով ավարտվում է հայերն դե համաձայնվում են բնական։ Այ եթե իրենց պլանից դուրս գալը արդեն բաներ, արդեն ճանապարհ կարող է լինել, եթե դեպի ոչ լիարժեք հաղթանակ, ապա դեպի ոնց որ մի հեռանկար, որտեղ անկախատեսել էր ավելի ամեն ինչ դառնում, միջազգային իրավիճակ էր փոխվում եւ այլն, որտեղ մենք ունեցել ենք օրինակ 1992 թվականին թուրքերը ասել են Գանձազատ Ղարաբաղից գրեթե բան չէր մնացել։ Մի 50% է նախկին Ղրիմ տարածքի, բայց քանի որ այն ժամանակ որոշում ընդունվեց դիմադրությունը շարունակել, դա բերեց լրիվ այլ արդյունքի, որովհետեւ այդպես է պատերազմների տրամաբանությունը այդպես է։ Այստեղ կարևորը ոչ թե էլի եթե վերցնենք ռազմական գիտությունը, ոչ թե տարածքների գրավում չգրավում, այլ դիմադրության շարունակությունը կամ չշարունակությունը, որտեղ հաղթանակը սահմանվում է որպես թշնամու դիմադրության կամքի ջախջախում, էլի դասական սահմանումն եմ ասում Կլաուզևիցի, քաղաքական կամքի, չգիտեմ, հոգեբանական կամքի, ռազմական կամքի եւ այլն։ Այդ ժամանակ է պատերազմը դադարում։ Հիմա մեր մոտ այդ կամքը հերիքեց այդքանի եւ այդ ծուղակի մեջ իրանք կարողացան մեզ գցել, նաեւ էս էլ ասեմ Էդգար ջան, երևի արդեն շատ երկար բան արեցի, էս էլ ասեմ, իրենք նաեւ այդ բանը պարտադրեցին այն ժամանակ մեզ, չէ՞, դե եկեք փոքր մասը գոնե փրկենք, այն Արցախի մնացորդը փրկենք, ավելի լավ է այդպես, քան թե ասենք շարունակենք կռիվով այդ մնացորդն էլ կորցնենք, բայց մենք տեսանք, որ այդ մնացորդի կյանքը ինչքան տևեց։ Եվ այդ ամբողջ երաշխիքը հիմա մարդիկ, որոնք այդ երաշխիքը այդ ռուսական խաղապազորքի ինչ այսպես ասած ճակերտավոր ամուր երաշխիք էր, որտեղ ինչ եմ սա ասում, նաև մարդիկ կան մինչև հիմա այդպես քաղաքական գործիչներ ասում են, այ պետք է ոչ թե նոյեմբերի 9-ին համաձայնվել, այլ օրինակ, չգիտեմ, հոկտեմբերի 19-ին, այդ ժամանակ ասում է, մենք դեռ Շուշին էլ կարող էինք պահել, որտեղ այդ ժամանակ, այսինքն մենք օրինակ նոյեմբերի 9-ին համաձայնվեցինք, Ստեփանակերտը իբր պահեցինք, հիմա մերն է Ստեփանակերտը, որ Շուշին մերը պետք է։ Այսքանից հետո շարունակում են այդ նույնը պնդել, հասկանում ես։ Մի խոսքով կներես մի քիչ երևի շատ բաներ ապուրներ պատասխանես, ուղղակի թեման։ Քո ասած, քո ասած, այդ որ ասում ես պետք է կանոնները խախտել, տոտալ պատերազմը, բան, այդ համ վերաբերվում է տարածքային, համ վերաբերվում է ժամանակի առումով, այսինքն եթե իրանք նախատեսել են 2-3 շաբաթվա գործողություն, դու դարձնում ես դա 2-3 ամիս, արդեն իրանք ես հարմար հարմար ժամանակում եւ այլն։ Բայց կներես էլի Էդգար ջան, որ ճիշտ հասկացվի, որտեղ կարող է տպավորություն ստեղծվի, որ տենց ասում են պատերազմի հրձիքներ։ Ինձ խնդիրը ոչ թե այն է, որ կողմից ասած ինքնանպատակ պատերազմի շարունակությունը, այս ինչ որ ես ասում եմ, բխում էր այդ պատերազմի էությունից, եթե դու ճիշտ բնորոշեիր, որ դա Ղարաբաղյան չի, այլ Հայաստանի դեմ է, այս տրամաբանությունը ինքնին գալիս էր եւ հիմա այս 5 տարի անց դա իմ կարծիքով պետք է ավելի པարզ դառնա, որտեվ չկա հիմա հայկական Արցախ, բա ինչի Հայաստանի դեմ ինչի է թշնամանքը շարունակվում, բա ինչի խաղաղության պայմանագիրը չի ստորագրվում, բա ինչ են նորանոր պահանջներ դրվում,
Միթե այսքանից հետո պարզ չի, որ ըստ էության մենք խաբվեցինք, չկար այդ Ղարաբաղյան պատերազմ, եւ դրանից արդեն բխում է, որ կապ չունի թուրքերը Շուշի են մտել, թե Մարտունի են մտել, քո դեմ պատերազմը շարունակվում էր, դու պետք է շարունակեր եւ գտնեիր ռազմական հաջողության ճանապարհներ, այսօր այս օրը չէիր ընկնի, որ դու ստիպված, երբ որ նույնիսկ թուրքերը ոչ թե կրակում են սա, այլ տեղեկատվական արշավ են սկսում, որ իբր սահմանին լարվածությունը արդեն խոճապ առաջանում քաղաքական այս դաշտում։ Ընդհանրապես այդ աստիճանի են մեզ հասցրել։ Դե քո ասածը լրացնելով հիմա պատկերացրու, եթե նոյեմբերի 9-ին ինչ էին ասում էին դե հիմա այստեղ կանգնում ենք, ինչ շրջանները հանձնում ենք, գոնե այսքանը մնում է մեզ։ Եթե ժամանակ ասեին, որ ամեն ինչ ենք հանձնելու, արդյոք ժամանակ հասարակությունը նույնքան լուր այդ ամեն ինչը կասեր հա դե հա պետք է կամ դրանից հետո ասենք Հայաստանի, այսպես ասած, տարածքի վրա ունեցած իրենց արած ոտնձգությունները արդյոք եթե այն ժամանակ իմանային, որ այսօր սենց է լինելու, այն ժամանակ կհամաձայնվեին դրան, ասելով, որ դե հա դե այսքանը հանձնենք, հանգիստ ապրենք ես խոսքից։ Ես որ անկեղծ ասեմ, Էդգար ջան, ես չեմ համարում եւ տենց չեմ հիշում, որ մեր հասարակությունը նոյեմբերի 9-ը նորմալ ընդունել։ Ես կարծում եմ, իհարկե կարող եմ մի քիչ ասել իմ միջավայրից, այն շրջապատից, բայց չէ, խոսքը իմ ընդհանուր զգացողության մասին է, որ հասարակության մեծ մասը շոկի մեջ էր, ինքը չէր սպասում։ Ինքը չէր հավատում մինչև վերջի վայրկյանը, որ դա ստորագրվելու է, չնայած արդեն արտահոսքեր եղան, հիշում ես Միքայել Մինասյան, նրա ապրակից մարդիկ չէին ուզում հավատալ։ Դե մարդիկ մինչև վերջ հավատարիմ էին իրենց պետությանը եւ ուզում էին հավատալ իրենց պետությանը, այս հավատն էլ խախտվեց։ Ուղղակի հասարակությանը խաղից դուրս թողեցին, որովհետեւ անմիջապես սա էլ էր սցենարի մասը, ասենք հասկացող մարդիկ հասկանում էին, որ ինչ է հետևելու այդ նոյեմբերի 9-ի ստորագրությանը, այդ հեղաշրջման, չգիտեմ, փորձեր, թե ինսցենիրովկա էր, ես չգիտեմ, բեմադրություն էր դա հեղաշրջման, բայց մոտավորապես այդքանի որ կար սպասումը, որ այդ 1920 թվականի բոլշևիկյան այդ սցենարով պարտությունից հետո փորձել են հեղաշրջում անել եւ երբ որ դուրս եկան փողոց այն մարդիկ, այն ուժերը, որոնք դուրս եկան եւ մարդիկ տեսան, որ սա իրենց խաղը չի, հասարակությունը մնաց խաղից դուրս եւ հետո պարտադրվեց արդեն այս երկբևեռ քաղաքական համակարգը, որտեղ ընտրությունը հիմնական այս երկուսի միջև է եւ հասարակությունը խաղից դուրս հայտնվեց, հետո արդեն քարոզչության պահագին մշակվեց, հետո արդեն որոշակի ապատիկ վիճակ ստեղծեց, որտեղ մարդը չի կարող անverջ ստրեսի մեջ ապրել, դա անհնար է։ Մենք բոլորս էլ մարդ ենք, մենք չենք կարող անընդհատ անverջ ոնց որ վերապրել այս մեր հետ տեղի ունեցող այս ստրեսային վիճակը եւ մարդը օկեբանությունը ձևեր ա գտնում, որ իրան իրականությունից կտրի։ Բայց ես չեմ կարծում, որ եթե բնական ռեակցիան լիներ հայ հասարակության եւ այդ մարդիկ դուրս չգային փողոց եւ ըստ էության Նիկոլին չփրկեին, ինչպես եւ 21 թվականի ընտրություններին փրկեցին։ Այս մեղքը մեր հասարակության վրա չէր ընկնի, որ իբր մեր հասարակությունը ընտրել է ուրեմն պարտված ղեկավարությանը։ Հիմա ես չեմ ուզում արդարացնել, էլի հիմա եթե վերցնեմ, ասենք ես մեկը չեմ ընտրել 21 թվականին եւ իմ նման մարդիկ չեն ընտրել, բայց մեղադրելու բան չկա, հոգեբանությունն է։ Մարդկանց մեծ մասը ընտրել է, ես ինքս եմ զգացել, ոնց է դա վերջի պահին տեղի ունեցել, ասենք։ Ինձ կոնկրետ զանգում էին, ասում են ինչ անենք, Քոչարյանը գալիս է, ասում են հանգստացեք, ոչ մի տեղ էլ չի գալիս։ Հանգստացեք, պետք չի հանում այդ պատրանքային վախի գնալ մեղք եք վերցնում ձեր վրա, պատասխանատվություն եք վերցնում, բայց մարդիկ չեն լսում, որտեղ դա հոգեբանություն է, ես չեմ մեղադրել։ Մի խոսքով ուզում եմ ասեմ նոյեմբերի 9-ի պահով ես չեմ կարծում, որ հասարակությունը ընդունեց, բայց իհարկե կար որոշակի նաև հատված, էդ էլ կար, էդ էլ եմ հիշում նույն իմ շփումներից, օրինակ 21 թվականի հունվարին, որոնք վստահ են, որ վերջ ավարտվել է ամեն ինչ։ Հիմա ճամփեկը կա, իրանք հիմա իհարկե դա շղթում են, որ հարցնես կասեն, չէ, մենք դες բան չենք ասել, բայց ես որ հիշում եմ։ Հեսա ճամփեկը բացվում են, բա որ ասում են, ժողովուրդ ուր է, ինչի՞ց է այդտենց վստահություն ձեր մոտ, ես տես չեմ տեսնում, տես չեմ, դու չես հասկանում, դու ինֆորմացիա չունես, դու չգիտես, հեսա չգիտեմ, հորոխորս բաժանաղը տամոժնիում աշխատում, հեսա մարգարայի այդ բանը բացում են Թուրքիայից, սա այդ է սպասումը, որտեղ նախապատրաստված կար, չէ՞ որ կա մի հատ Ղարաբաղյան հարց, դա պետք է լուծվի, հենց լուծվում է, միանգամից այդ մեղրի ու կաթի գետերը հոսում են եւ ոչ մի բան չեղավ։ Եվ մինչեւ հիմա չեն բացվել, ուր են այդ սահմանները բացվել, այդ առևտուրը, այդ խաղաղությունը չկա մինչեւ։ Բայց այո, որոշակի սպասում կար։ Ենթադրում եմ, որ եթե հասկանային պատկերացնեին,
Չնայած այդ մարդիկ կարող են դե հիմա էլ տեսնում են բան չեն աջակցում, այդ նույն մարդիկ մինչև հիմա էլ ամեն գնով փորձում են ինչ-որ ձևի աջակցել, ինչ-որ արդարացումներ գտնել, իբր ինչ-որ խորամանկ պլան ունեն, չգիտեմ, խորամանկ ծրագիր ունեն, չգիտեմ։ Իդեպ եթե բացվեր այդ սահմանները, ես մի քիչ մտածում եմ, որ դա մեր համար է լավ, որ չի բացվում, որովհետև պատկերացնենք այդ թուրքական ապրանքը այդքան որի ինքնարժեքը շատ ավելի էժան է, էներգիան շատ ավելի էժան է, գյուղատնտեսական ապրանքը կամ ասենք տեքստիլ ապրանքը արդեն մտնում է Հայաստան, բայց եթե ինքը ավելի հեշտ ճանապարհով կարողանա մտնի Հայաստանի բանի համար շատ քիչ ժամանակ է պետք, որ տնտեսությունը, եթե չասենք տապալվի, շատ լուրջ վնասներ կրի։ Դե ես տնտեսական հարցերի մեջ չեմ մտնում, քանի որ էլի չեմ սիրում միտեղ մտնել, որը իմը չի, բայց էլի այս ձևի հարցերում ախր Հայաստանում տենց ռացիոնալ վերլուծական քննարկում չկա։ Օրինակ մեկը ես որպես քաղաքացի, որ այդ հարցից չի ասում, շատ կուզենայի լսել մի հատ դիսկուսիա։ Որ երկու հոգով նստեին տնտեսական փաստարկներով առանց քարոզչական բաների, ասեն, հիմա լավ է թե վատ է, մեկը ասեր շատ լավ է ու հիմնավոր էր, նորմալ sense թվերով մի քիչ էլ մատչելի, ասենք մարդուն, որը այդ թեմայից դուրս է, բայց հիմար չի, ասենք մատչելի, բացատրել, մյուսներն ասել չէ։ Շատ կուզենայի, բայց մեր մոտ այդպես չի։ Մեր մոտ ամեն ինչ էլի sense ինչ-որ միֆական մակարդակ չի քննարկվում։ Իրոք չի քննարկվում, ասենք ի վերջ այդ սահմանը բացել լավ է թե վատ է։ Զուտ պրակտիկ տեսակետ է, սահմանը բացվի։ Ինքնին լավ է կամ ինքնին վատ է նայած, այսպես ասած, նույնիսկ քաղաքական էլ չասենք այդ դիրքորոշում, ինչ որ միֆա էմոցիոնալ դիրքորոշումը ինչպիսին է տվյալ մարդու այդ հարցում, բայց փաստն է նա, որ ոչ մի սահման, ինչ հիմա չի բացվել ավելին, հետաքրքիր նրբերակ կար, այս վերջերս, որ այդ Մարգարայի այդ կամուրջը մի 10 օրով բացեցին, չէ, որ Սիրիա ինչ-որ հումանիտար բեռներ պիտի գնային, դες մի հատ թեմա եղավ։ Ուրեմն Ադրբեջանում նույնիսկ դա իրանց քարոզչությունը, դե բնականաբար իրանց քարոզչությունը վերևից կազմակերպված է ինքնաբուխ, չի։ Քարոզչական ուրեմն մեքենայի մի մասը մի տեսներ ինչ աղմուկ էր բարձրացրել։ Էլ Թուրքիայի դեսպանին նամակ գրել, էլ պաշտոնական հարցումներ, ես ինչ եք անում, այսինքն դուք մեր հետ չհամաձայնեցված Հայաստանի հետ սահման եք բացում, դուք իրավունք չունեք, ձեր տարածաշրջանում ամեն ինչը Ադրբեջանից է կախված, եթե դուք հանկարծ հայերի հետ դուք մեզ խոստացել եք, որ սահմանը չի բացվի, քանի դեռ Հայաստանը այս մեր պահանջները չի կատարի։ Հիմա դուք մեզ փաստորեն խաբում եք, առանց մեզ տեղակ պահելու, կտեսնեք ձեր հալը, այսպես մի հատ բան։ Հասկանում ես նույնիսկ այդ հարցում, որ ստից 10 օրով բացել էին Ադրբեջանը մի հատ լաչարություն է բարձրանում։ Ունդեղ Թուրքիայի այդ նախագահական ինչեմ ինչ որ տեղեկատվական բաժնի պետ է, թե ինչ է, չեմ հիշում ինչ պաշտոնի։ Պատասխանում ասում, բայց դες բան չկա, մենք իրականում նա այս վերջերս Հաջիևը մեր մոտ էր, իրան ասել ենք, տեղեկացրել ենք, չգիտեմ, ու ընդհանրապես 10 օրվա մասին է խոսքը հումանիտար նպատակներով, իսկ դա, չգիտեմ, եղել նախադեպեր եղել են եւ այլն։ Ասում են, չէ։ Մենք այդ որ տեղակ եք պահել, դա հաշիվ չի, մենք չենք համաձայնել ու շարունակ, այսինքն նույնիսկ այս թեմայի վրա տես ինչ բան են բռնացնում։ Ինչի մասին է խոսքը։ Էլուր մնաց Թուրքիան ու իսկականից դե հիմա մի քիչ մեր համար խնդալու է, մեզ թվում է դե Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունները, այս պատրոնի ու ստրուկի հարաբերություններն այդպես չի։ Իրանք երբ որ իրանց շահը, իրանց թվում է ոտնահարված, նույնիսկ չնչին, իրանք այդ հարցերը բարձրացնում են եւ չեն նայում Թուրքիանա թե ով է, չեն նայում նույնիսկ Ֆրանսիանա թե ով է, տես չգիտեմ, տեսնում ես թե չէ Բաքվում ամիսը մեջ մի հատ այնպես բան է, ֆորումներ են կազմակերպում, հակագաղութային թեմատիկա, Ֆրանսիայի այդ գաղութներից մարդնուրդ են կանչում Նոր Կալեդոնիայից, չգիտեմ, Մավրիկիոսից, որտեղից, ու լուրջ ասեք փող են տալիս, գրանտներ են բաժանում։ Այդ բանը նույնիսկ էլի Ֆրանսիայի արդեն պաշտոնական մակարդակում ստիպված են ինչ որ մեկնաբանել, բան, որ Ադրբեջանը մեր դեմ կա։ Այսինքն իրանք չեն ան Ֆրանսիանա թե ով։ Վաղը միջով չի բացառվում, որ մակարդակում ճիշտ է ռուսների հետ բարձա դա համաձայնեցված բան չեմ ասում, բայց անում են։ Վաղը միջով չի բացառվում, որ Ֆրանսիայի հետ ինչ որ հարցեր կարգավորելու համար դա օգտագործվի որպես ես քեզ սա եմ տալիս, դու ինձ սա ես տալիս։ Լուրջ անում են այդ բանը։ Սկսում են արդեն Ֆրանսիայի լիգայում խաղալ։ Ընդհանուր առմամբ մի քիչ շատ է գերագնահատվում, թե գիտեմ ոնց բացատրեմ, բայց դիվանագիտության դերը անկախ մնացած պետական մնացած ապարատից, այսինքն
հաճախ շատ է խոսվում, որ թուրքական դիվանագիտությունը ասես միֆացված, որ իրանք ամեն ինչ անում են, նույնիսկ անհնարինը, բայց արդյոք դա իրենց համար մեկ զենքն է, թե դա իրենք կարողանում են անեն ու նույնը մեզ էլ է վերաբերվում, մնացած պետություններին էլ է վերաբերվում, արդյոք դա իրանք հենց չէ որ անում են, որովհետև դրա հետևում ունեն հզոր ռազմական ուժ, որը կարող են, այսինքն, եթե չես անում, ես սենց եմ անում, այդ դրամաբանությունով։ Դե պարզ ճշմարտություն ընդհանրապես կա, այսինքն դիվանագիտությունը եւ ռազմական ուժը, նաև քաղաքական կշիռ, դրանք պետք է միմյանց փոխլրացնեն, մեկը առանց մյուսի չի աշխատում։ Եվ ռազմական ուժը առանց դիվանագիտության, որտեղ ռազմական ուժը հասնում է ինչ-որ ռազմական նպատակների, քաղաքականությունը, դիվանագիտությունը դա պետք է ամրապնդի։ Եվ հակառակը դիվանագիտությունը առանց ռազմական ուժի սա ընդհանուր օրենքն է։ Բնականաբար ոչ իմանալու չես կարող ուղղակի գնաս խոսաս, բայց մեր ժողովրդին այո, նման պատկերացում քարոզում են շատ վաղ։ Ասենք կարելի ասել մի 100 տարի քարոզում են։ Բանակցողը փոխվի։ Ինչքան է ասեմ, բանակցողը պետք է փոխվի։ Հա, ասենք։ Հիմա նայ, բանակցողը էլի պետք է փոխվի, բայց այդ փոխվողը բացի այն որ նաև ռազմական ուժի վրա պետք է մտածի, որտեղից այդ ուժը ստեղծի իրան հենարան, ինքն նաև պետք է ռեալ այլընտրանք առաջարկի, բացի այնից որ ես կփոխվեմ, իրան ավելի լավ կբանակցեմ։ Ինչի շուրջ, ինչ պայմաններով, ինքը պետք է ծրագիրը ներկայացնի, բայց հիմա այս բանը միֆը կա։ Այսնան էլ վերջում կանադանամ այդ բանակցողը պետք է փոխվի, դա լավ թե։ Բայց սկսեմ այն բանից սկզբից, որ այո, թուրքերը լավ դիվանագետ են, չգիտեմ ինչ է, դու մեր մանկուց այդ լսում եք, էլի որ թուրքերը լավ թուրքերը նախ, իհարկե լավ դիվանագետ են, որտեղ քաղաքական ինչ ավանդույթ ունեցող պետություն են, բայց թուրքերը նախ եւ առաջ եղել են եւ հիմա էլ կան լավ ռազմիկներ։ Այսինքն լավ ռազմիկներ, լավ չասենք, թե լավ ռազմիկ ու վատ ռազմիկ չէ, անհատական բնակ։ Լավ բանակ ունեցող, լավ ուժ ունեցող, ուժ ցուցադրող եւ այո, այդ ուժի ցուցադրման դա իրենց կամքից է գալիս։ Համաչափ իրենք կարողանում են որոշակի հաջողությունների հասնել։ Դա իրենց կամքից է գալիս, որտեղ ջախջախված 20-ական թվականներին որոշում են չեն անում։ Հիմա նույն լավ օրինակ ես բերում, երբ որ 1920 թվականին այդ Սևրի պայմանագիրը ի վերջո պարտադրվեց Թուրքիային եւ Թուրքիը ստորագրեց դա, Թուրքիա ստորագրություն տակա եւ Հայաստանում շատերը չգիտեն, Թուրքիայի պաշտոնական կառավարությունը Ստամբուլում ստորագրել է, ճիշտ է, հետո չեն ռատիֆիկացրել, բայց ստորագրել է, որ այդ ամբողջ տարածքները անցնում են Հայաստանի։ Բայց կար այդ մի քեմալը, որը նույնիսկ բաներ ապստամբ էր պաշտոնապես, եւ ինքը ասեց դա ինձ չի հետաքրքրում, ուժային ճանապարհով հասավ նրան, որ սկսեցին արդեն այդ նույն դաշնակից պետությունները հերթով հաշվի նստել, նախ ռուսները հայտնվեցին, ասին կարանք քեզ օգնենք ընդհանուր ճշնամիք ենք։ Երկրորդ ֆրանսիացիները ասցին, որտեղ Կիլիկիայում իրանց դեմ էր, առաջի կռիվը Քեմալի ֆրանսիացիների դեմ էր։ Ասին դա վարի խոսանք տեսնենք ինչ ես ուզում։ Եվ վերջում արդեն անգլիացիները, երբ որ ինքը պարտադրեց, հույներին էլ հաղթեց, պարտադրեց, դրանից հետո այո դիվանագիտությունը լրիվ այլման ամրապնդեց։ Իսկ մեր ժողովրդի նաև այս դիվանագիտական ճանապարհ կոչված, ախր ամենամեծ, ամենահին պատրանքն է, որը մեր վերնախավերը մեր ժողովրդին ու այսօր էլ դա է վերածնվել, էլի ասում են դիվանագիտական ճանապարհով դե մենք թույլ ենք ուժային չենք կարող։ Դիվանագիտական ճանապարհը ինքն իրան ոչինչ չի կարող անել, բայց մենք ունենք շատ հարուստ պատմություն, ցավալի այդ դիվանագիտական ճանապարհի, որտեղ նույն ասենք օրինակի համար 19-րդ դարի վերջում, 20-րդ դարի սկզբում բացի այն մի մասից, որ ամեն դեպքում զինված պայքարի կողմնակից էր գոնե որոշ չափով, ինչ էր քարոզում այս ժողովրդին։ Հիմնականում, ասենք, չգիտեմ, նույն Թիֆլիսի թերթերը, որ մեծ տերությունների ուժով կլինի մի հատ մեծ պատերազմ Թուրքիայի դեմ, մեծ տերությունների ուժով հայ ժողովրդին արդար վճիռ կլինի, կամ չգիտեմ, մեր տեղը ուրիշները կանեն, հայկական բարեփոխումներով եւ այլն եւ այլն, այդ ամեն ինչի արդյունքը մենք տեսել ենք։ Եվ հիմա երբ որ ասում են միջազգային հանրությունը կտեսնի, որ մենք խաղաղասեր ենք, իսկ Ադրբեջանը, չգիտեմ, ռազմասեր է, միջազգային հանրությունը վերջի 120 տարվա մեջ հիմնականում եւ կարևոր կետերում եղել է հայ ժողովրդի կողմից, ռեալ բաներ է տվել հայ ժողովրդի իրավակ։ Ասենք օրինակ նույն Բերլինի դաշնագրով ամրագրված այդ պայմանները, 1912 թվականի հայկական բարեփոխումների ծրագիրը, Սևրի պայմանագիր, դրանից ավել բան, որևէ ժողովուրդ չի կարող ակնկալել այդ միջազգային հանրություն կոչվածից։ Մնացածը ուղղակի մի բան չեն ասել մեր ժողովրդին, որ մնացածը քո ձեռն է, դու պետք է իրագործես, թուղթը տալիս են, ուժը քեզանից իրագործում է քեզանից։ Եվ հիմա օրինակ ասում են դե
Ադրբեջանի վրա ճնշումներ կգործածեն։ Այդ ճնշում բառն էլ է, էլի շատ այդ ճնշումը ինչ է, այդ հոտ տենց աբստրակցիա չի, մի քանի ճնշման ձև կա այս աշխարհում հայտնի։ Մեկը ռազմական ճնշում, ոչ մեկ բնականաբար Ադրբեջանի վրա ռազմական ճնշում, ռազմական գործողություններ չի ծավալի։ Ով պետք է ծավալի։ Երկրորդը տնտեսական, լավ դե ինչ պետք է անեն, ինչ տնտեսական սանկցիաներ պետք է հանկարծ մտցնեն Ադրբեջանի դեմ, շատ քիչ հավանական է, նույնիսկ այն ասենք Ֆրանսիան նույն լուրջ բան է, էլի տես Ռուսաստանի դեմ մտցրեցին սանկցիա, իտո մինչև վերջը մտցրեցին։ Ասենք ինչ որ բաների մեջ վերջը այդ պետության տնտեսությունն էլ դիմացավ, Պարսկաստանի դեմ սանկցիաներ են մտցրել, բայց Ադրբեջանի դեմ սանկցիաներ կներեք ինքը այդ աստիճանի չի խանգարում մեծ տերությունների շահերին, որ դա լինի։ Ուրիշ ինչ ճնշում է լինում։ Թղթեր ընդունեն, ռեզոլյուցիաներ ընդունեն։ Տեսեք, մենք գոնե մեր փորձից սովորենք։ 26 տարի, դե ինչքան է, 26 ոնց որ դե։ Մենք այդ պետության տարածքները, որոնք իրենք համարել են իրանց եւ միջազգային իրանքով համարվել է իրանց, մեր վերահսկողության տակ են եղել։ Ով է մեզ ինչ արել։ Մի երկու հատ թուղթ է մակը ընդունել։ Դրանից հետո ինչ որ մեկը եկել է, տո մեզ ինչ է եղել Հայաստանին։ Ով է ինչ է եկել, ինչ որ բառացնել բառակցել դրել։ Ու այդ իմաստով Ալիևը որ ասում է, ախր 26 տարի հայ ինձ ասում է փողզիչում հաձգում, ձգում, ես եկա ուժով լուծեցի։ Դե հիմա իր տեսակետից ճիշտ է ասում, բա վերջը մենք էլ մի հատ ինչ ոնց ենք մենք պատկերացնում, մեր հետ ասա տեղի ունեցել։ Եվ հիմա ինչ որ մեկը հավատում է, որ ասենք, եթե մեր վրա չեն եղել այդ ճնշումները, մեզ չեն կարողացել ստիպել այդ քայլերին գնալ, Ալիևին պետք է ինչ որ մեկը ստիպի, չի ստիպել։ Եթե մենք ուժի չվերածվենք, իհարկե մենք ուժային գործոնի չվերածվենք, այդ ժամանակ այո։ Այդ ժամանակ նաև արտաքին օգնությունը իմաստաստ է։ Եթե դու ինքդ ուժային գործոնի վերածվում ես, հայտնվում են ընկերներ, որոնք կարողանում են քեզ արդեն ավելի լավ օգնել։ Բայց հիմա այդպես չի։ Ոնց ես պատկերացնում, որ դա կարող է տեղի ունենալ։ Ախր դե շատ հեշտ է, Գաջան, իսկ ինչ պատմական կա դրա մեջ, այդ ուժային գործը, որ ասում ենք, հո նկատի չունենք Հայաստանը ատոմային տերություն դառնա։ Մենք եղել ենք, չէ՞, ուժային։ Դրանէլ եմ ուզում անդրադառնանք։ Հիմա արի հələ հիշենք 88 թվականին մենք ինչ էինք, մի հատ էլի քերջուկարակ ժողովուրդ էինք, որ էլի Ադրբեջանին զիջում էր ամեն ինչով, եւ քանակով, եւ զենքով, եւ տնտեսական ռեսուրսով։ Հեշտ էր այդ ամեն ինչը, որ մենք հասանք 94։ Ահա որ դժվարություններով անցանք։ Ստեղծեցինք զինված ուժեր, պարտության շեմին ենք հայտնվել շատ անգամ, 90-ականին 2-3 անգամ պարտության, բանի ուղղակի ջախջախման շեմին ենք եղել, 91 թվին, 92 թվին տոնոյիսկ 93 թվականի ուշ աշնանը եւ 94-ի ձմռանը շատ ծանր վիճակ էր էլի ռազմաճակում։ Տնտեսական ինչ դժվարություններով ենք անցել չպատմեմ, ով որ ապրել է Հայաստանում այդ տարիներին։ Հիշում եք, չէ՞ ոնց ենք ապրել։ Այդ ամեն ինչով անցել ենք։ Հիմա այդ պայման, հիմա նույնիսկ դրա կարիքը չկա, հիմա այդ պայմանները չեն։ Այդ ուժային գործոնի կարողացան ենք վերածվել, չէ՞։ Հիմա ավելի հեշտ է խնդիրը, ի վերջո մենք պետություն ունենք, այն ժամանակ մենք զրոյից ենք բանակ ստեղծել։ Հիմա զրոյից ստեղծելու խնդիր չկա։ Վերջը կամ պետական, եթե ընդհանրապես խնդիրը դրվի, ընդ որում խնդիրը էլի չպետք է դրվի ինչ որ եսի ինչ միֆական, մենք ոչ ենք ասում գնանք Բաքուն գրավ։ Ընդհանրապես խոսքը նրա մասին է, որ դու կարողանաս ցույց տալ, որ կան դեպքեր եւ պայմաններ, որտեղ դու ի վիճակի ես ինքնապաշտպանվել։ Օրինակի համար, եթե քո տարածքի այն որ ասում են, չէ, իրական Հայաստան է։ Այդ իրական Հայաստանից կան չէ տարածքներ, դիրքեր, որոնք հիմա գրաված են Ադրբեջանի կողմից։ Նիկոլն էլ ասում է, դա ուժով հետ չենք վերցնելու, բանակը տեղ կապ չունի, չգիտեմ էլի դիվանագիտականով վերցնում, Ալիևը կյանքում չի տալու այդ տարածքները։ Ինքը ասել է բաց դրա մասին, սա բարձունքները վերցրում, ինձ տեղ հարմար է։ Հետո մի ձև կգտնեն։ Ընդհանրապես օրինակի համար դու նպատակ դնես 3-4 տարվա մեջ պատրաստես այնպիսի ուրեմն համակարգ, այնպիսի ստորաբաժանումներ, որ դու կարողանաս այդ խնդիրը լուծել իրան աստի առաջ կանգնեցես, ասես եղբայր դե սա էլ հոյին տարածքն է։ Ինչ խնդիր կա, ինչես դու այդ տարածքը օրինակ մտել եւ ինչի չես ուզում ինձ վերադարձնես։ Հիմա դրա համար իրոք շատ բան պետք է եւ հաստատապես այս ինչքան տարի է անցել 20 թվականից արդեն 4.5 տարի չէ պատերազմի ավարտից։ Հաստատապես 4.5 տարվա մեջ այդ աստիճանի խնդիր, եթե դու դներ, այդքանը կարող ես լուծել, այսինքն այդ աստիճանի ռազմական ուրեմն ուժի դու կարողանայիր վերածել, որտեղ էլի խնդիրը հետևյալն է, երբ որ մենք նայում ենք պատերազմին, անում ենք այդ վերլուծությունը, տեսնում ենք ոնց ենք մենք պարտվել։ Մենք պարտվել ենք հատուկ պատրաստված փոքրականակ որակյալ ուժերին 4.5 տարվա մեջ 1000 հոգի մարդ
1000 հոգյանոց ստորաբաժանում մի հատ թե երկու հատ այդ արդեն մասնագետն ասել Հայաստանում հաստատ հնարավոր էր պատրաստել, որը պետք եղած դեպքում լոկալ բախումների ժամանակ ցույց տար իր ուժը, ցույց տար իր կարողությունը եւ ցույց տար, որ Հայաստանը ի վիճակի է ինքնապաշտպանվել։ Սա մեծ խնդիր չի, սա բարդ բան չի, սա առաջի քայլն է։ Հետո կարելի է մնացածը մտածել այդ պաշտպանության ոլորտի բարեփոխման կոնցեպտուալ մակարդակում մենք ունենք, երևի թե այս ապրիլ-մայիսին կներկայացնենք քաղաքական մասը դրա, ռազմաքաղաքական մասը, որտեղ այդտեղից պետք է սկսվի, փիլիսոփայությունը պետք է փոխվի։ Հիմա կասեն մենք այդ քո ասացի 1000 հոգին պատրաստելու ֆինանսական, նյութական ռեսուրսը չունենք։ Դրան ինչ կասեն։ Չէ, դες չեն ասում են դու չգիտես պատրաստում են։ Իբր ինչ որ տես, բայց դա այնպես բան է, որ եթե պատրաստում մեկ ասում են զենք են կառնում, դու չգիտես Պակիստանից գիտես ինչեր են եկել։ Դե հիմա սա շատ կարևոր է։ Իհարկե, որ ասում են դե նախ դուք չգիտեք։ Իրեք բան են ասում, նախ դուք չգիտեք բանակում ռեֆորմներ ընթանում են, բայց քանի որ նուրբ թեմա մենք չենք կարող ասել։ Եվ ագին մասը ժողովրդի սրան հավատում է։ Մյուսը դա չեք տեսնում զենքեր են կառնում։ Եվ երրորդը պաշտպանության ցած համակարգեր են կառուցում, բունկերներ։ Հիմա առաջինից սկսենք։ Երբ որ ասում են բանակում ռեֆորմներ են իրականացում, բայց մենք դրա մասին չենք կարող նորմալ պատմենք, որտեղ դա գաղտնիք է, դա սուտ է այն իմաստով, որ բանակի անհատական բարեփոխումը պաշտպանության համակարգի ինքը ռազմատեխնիկական հարց չի։ Ռազմատեխնիկական հարցը կարող է գաղտնիք մնալ։ Այդ ռեֆորմը քաղաքական հարց է։ Դեմոկրատական պետության մեջ քաղաքական հարցը ոչ թե կարող է, այլ պարտավոր է լինել հրապարակային քննարկման։ Եվ դա գաղտնիքի խնդիր չկա։ Դու չես էլ կարող գաղտնիքի մեջ դա պահես։ Ինչ սկզբունքներով ես դու բարեփոխում, ինչ փիլիսոփայությամբ ես բարեփոխում։ Այսինքն, որ օրինակ բերեմ, ինչի մասին խոսացի։ Օրինակ դու դնում ես մոբիլության խնդիրը, արագության խնդիրը, պրևենտիվ հարվածների խնդիրը, ակտիվ պաշտպանության խնդիրը։ Սա չես կարող դու գաղտնիք պահելու իմաստ չկա, եթե դու ասում ես ես ակտիվ պաշտպանություն եմ ընդունում որպես իմ ռազմական դոկտրինի մաս, փիլիսոփայություն։ Բոլոր պետություններն են դա բաց են գրում, ոչ ոք դա չի թաքցնում։ Այս մակարդակում այդ խնդիրները պետք է քննարկվեն, կամ ես ինչ բանակի մոդել եմ ընդունում։ Ոնց եմ ես այս սովետական բանակի մոդելի տակից դուրս գալ տվակնհայտ է, որ ինքը չաշխատեց, ինքը պարտվեց։ Այս մակարդակը երկրորդը երբ որ ասում են զենք գնելը բանակ փոխել չի։ Զենք գնելը շատ կարևոր է, բայց բանակ փոխել չի։ Ավելին զենքը գործիք է։ Դու ինչ զենք ես առնում, կախված է նրանից, թե դու ինչ ես որոշել ամենասկզբունքային մակարդակում։ Օրինակ դու пассив պաշտպանվում ես, այսինքն սպասում ես թուրքը գա քո վրա հարձակվի, որ դու էլ հերոսաբար դիմադրելով պարտվես, այսպես ասած, հա, որտեղ սովորաբար նման դեպքերում հերոսաբար պարտվում ես, երբ որ դու նախաձեռնությունը բացարձակապես զիջում ես թշնամուն։ Այդ մի զենք է։ Եթե դու կարծում ես, որ եթե դու տեսնում ես, որ ռեալ վտանգ կա, եւ դու չես սպասում, որ թուրքը քո վրա հարձակվի, այլ ես կանխիչ հարվածով, նո՞, որտեղ դա բնականաբար դա թույլի զենքն է, այդ ուժերինը չի, թույլն է, ստիպված են պրևենտիվ հարվածներ հասնել, դա լրիվ ուրիշ ձևի զենք է, լրիվ ուրիշ ձևի կառուցվածք է, կամ եւ այլն, այսինքն զենքը կախված է դոկտրինից։ Եթե դու չգիտես ինչ փիլիսոփայության ես դու անում, դու չգիտես ինչ զենք ես դու անում։ Հարձակողական, պաշտպանողական, չգիտեմ, լեռնա գնաց, դաշտա գնաց եւ այլն, հիմա հազարը, որտեղ աշխարհում միլիոնավոր տեսակի զենք կա։ Ինչքան ուզում ես փող ունեցի, ամբողջը չես կարող առնես։ Բոլոր դեպքերի համար չես կարող։ Դու պետք է իմանաս, նաեւ դու պետք է կանխատեսես ինչ տիպի կռիվ ես դու սպասում։ Օրինակ 44 օրյայի պես երկարության կռիվ, թե 2 օրանոց կռիվ, որտեղ քո թշնամու խնդիրը այսօր այն չի, որ ինքը 44 օր քո դեմ պատերազմ վարի, իր խնդիրը 2-3 օրում օրինակի համար միջանցք բացելն է, այդ տարածքում որը կա, եւ ուրեմն քեզ պետքա պատկերացնել այդ տևողության կռիվ, որտեղ քեզ եսի ինչ մեծ տեխնիկաներ պետք չեն գալու, պետք է լինելու էլի արագություն, պատրաստվածություն եւ ոնց որ բանա ինտելեկտ, այսինքն դա պետք է իմանաս, ինչ կռվի ես դու պատրաստվում, ինչ տևողության, ինչ ինտենսիվության, ինչ թշնամին ինչ է բանանում, քո պայմանները որոնք են։ Տվյալ դեպքում փոխվել են նաեւ սահմանները։ Մի բան է աղդամը պաշտպանել, ուրիշ բան է ջերմուկը պաշտպանել։ Այստեղից նոր բխում է ինչ զենք ես առնում։ Բայց իրանք լավ ձև են գտել, զենքը առնում են։ Եվ երրորդը այդ որ ասում են այդ բանը։ Իրանց ամբողջ մտածողությունը, ինչի ես ամեն դեպքում չեմ հավատում, որ իրանք պաշտպանության համակարգը, եթե նույնիսկ փոխում են ճիշտ ձևի չեն։ Որտեղ իրանց մտածողությունը այդ пассив պաշտպանության մտածողությունը, որը մահ է Հայաստանի համար հատկապես անհեռանկար բան է։ Որտեղ այս փոքր ոչ միայն փոքր տարածքն է խնդրի, այլ կոնֆիգուրացիա։ Օրինակ ասենք այդ Վազոր Սյունիք հատվածը այնտեղ
Եթե դու սպասում ես թշնամու հարձակմանը ու իրան հարմար ժամին, իրան հարմար տեղանքով, այնտեղ գրեթե անխուսափելի է պարտությունը, որովհետև դու չես կարող ամբողջ այդ սահմանը պահես, չես կարող ամբողջ սահմանով պաշտպանվել, եթե ինքը միտեղ ճեղքում է, հազարում ենտեղ շրջափակում եւ այլն իրանից կտրվել կոմունիկացիաների, դա 1-2 օրվա իրոք խնդիր է եւ քո միակ հնարավորությունը, միակ շանսը, սա էլի եմ ասում, որտեղ ես չեմ սա շեշտում, որտեղ ցայլ են մեղադրանք ներկայացնում, ասում այ դու ուզում ես սուվերեն ուրիշ պետության տարածքի մեջ մտնես ախ դու ամոթ ինձ թվում է մեր YouTube-ի ալիքի դեպ դրա այդ բանով են փակել բան են գրել ոնց որ բողոք են գրել այդ թեմայով բայց մեկը դա ասելու է որտեվ Հայաստանը պաշտպանվելու այլ շանս այլ տարբերակ չունի հատկապես այդ հարավային հատվածում եթե դու սպասում ես կամ չգիտեմ ինչ որ բունկերներ ես կառուցում ինքը այդ բունկերները մեկա շրջանցել դու մի շանս ունես պրևենտիվ հարված կռիվը տեղափոխել թշնամու տարածք դա զուտ քո պաշտպանվելու, ոչ թե հարձակվելու, ոչ թե գրավ միակ շանսն է։ Կռիվը, որտեղ քո տարածքը շատ փոքր է, շատ նեղ է։ Անհնար է դու շատ անտանելի դժվար է։ Ես ինչ հանճարեղ Նապոլեոն Բոնապարտ պետք է լինես, որ կարողանաս այդ հաջող պաշտպանվես։ Պետք է տեղա անմիջապես, այսինքն կռիվը չպետք է լինի ջերմուկում, չպետք է լինի գորիսում, չպետք է լինի կապանում։ Կռիվը պետք է անմիջապես լինի Խարվաճառում, Լաչինում, Բուբատլիում այդ սահմաններում։ Ու դու չպետք է սպասես ինքը հարձակվի նոր։ Դու տեսար, որ վստահ Կուտակումներ կան, տեսնում ես։ Կուտակում ունես, տեղեկություններ ունես, սովորաբար հարձակումներից առաջ բացի այդ կուտակումից նաև քաղաքական այնպիսի հայտարարություններ են լինում, որ հասկացողը հասկանում է, որ սա կռիվ է։ Ասում են մեր վրա են կրակում, բան, այս կոմենտ։ Ահա, այնտեղ լիքը հայտարարություն, սովորաբար մի հատ ԱԳՆ-ը պետք է լավաշ հայտարարություն անի մի նկետի, որտեղ ցանկացած նույնիսկ բուժուր ռազմական գործողություն պետք է հիմնավորվի։ Նույնիսկ 23 թվականի գործողության առաջ Արցախի թվում էր թե այնտեղ իրանք խնդիր չունեն։ Իրանք այդ լավաշ տեքստերը բոլոր հրապարակել են, որպեսզի որտեղ հիմնավորես ինչ ես հարձակվում։ Կռիվ հարձակվելը լավ բան չի ամեն դեպքում համարվում աշխարհում, էլի պետք է շատ լուրջ հիմնավորես։ Նույնիսկ եթե քո տարածքն է համարվում, նույնիսկ եթե չգիտեմ ինչ, պետք է հիմնավորես ինչ ես դու սկսում ռազմական գործողություն։ Եվ իրանք այդ լավաշ տեքստերը գրում են 9 կետ, 10 կետ, որ մենք այսքան փորձեցինք խաղաղության բանը, այսինքն հաստատ կիմանաս էլի որ հարձակվում։ Նույնիսկ եթե էլ չեմ ասում այն ինֆորմացիաները, որ տիրապետում ես, երբ որ այդ պաշտոնն ես։ Այս է խնդիրը։ Մի առիթով Մասիսը Շիրոյան ասեց, դե մենք խրամատային բան ենք, այդ բունկերային փիլիսոփայությունները դրանից բխում, չէ՞ որ բունկերներ, անանցանելի բաներ, մաշինոյի գիծ, ես ինչ լինի դա, ես իմ սարերի մեջ ինչ որ բաներ փորել պատասխանվելու են, այդ ամեն ինչը նույն փիլիսոփայությունը չի փոխվում։ Ինքը Մասիսը ասեց մի անգամ այդ խրամատային պատերազմից անպայման այդ քո ասած վերջում հերոսաբար զոհվել ամենական պարտությունն է։ Տարբերակը, բայց ի տարբերություն դրա, ասում եմ առաջի Արցախյանին օրինակ խնդիրը առաջնային խնդիրը որ դրված է եղել է կենթանի ուժի ոչնչացում։ Շատ տարբեր բաներ են։ Տեսեք, էլի կլասիկ, հիմա որ ասեմ էլի Կլաուզևիցից, կասեն ինչ է նույն ասում Կլաուզևից։ Սա կլասիկ սահմանում է, հենց բայց Կլաուզևիցին չեմ հիշել, որովհետև հիմքը ինքն է այսօրվա արևմտյան ռազմական։ Եվ մեծ հաշվով մինչև հիմա էլ այդ բոլոր սահմանումները Իրանից են վերցնում, ասենք այնպես չի որ ինչ որ մեկը այլ սահմանում է։ Պատերազմի նպատակը ինքը շատ մանրամասն դա հիմնավորում է։ Ու սա շատ կլասիկ բան է, դա ուղղակի երևի մենակ Հայաստանում տենց ասենք քաղաքական գործիչներ չեն իմանում։ Ոչ թե տարածքներն են, տարածքները օժանդակներն են։ Պատերազմի նպատակը թշնամու կենթանի ուժն է։ Այսինքն մարդը մարդու դեմ է կռվում եւ թշնամու դիմադրության կամքը, որը իհարկե կախված է նաեւ իր Վերջնականը դա է, քաղաքական տարածքը ընդհանրապես բան է, օժանդակման է եւ դու տարածքները կարող ես զիջել, բայց կռիվը հաղթել, եթե դու կարողանում ես այդ ամիջը բան։ Հիմա այդ դիրքային կռվի այդ բանը է դա, որ դա սովետական մոդել է, եթե դու անվերջ քանակի մարդ ունես, որ կարաս այդ դիրքի համար զոհես, երևի դա այդ դեպքերում կարող որոշակի արդյունք բերի, չնայած նույն սովետի դեպքում դա առանձնապես մեծ արդյունք չէր բերում, բայց կարող ես, բայց եթե դու Հայաստան ես ու հայ ես, քո աշխարհագրությունը, քո դեմոգրաֆիան, քո օքեբանությունը, քո պատմությունը թելադրում է լրիվ ուրիշ բան։ Եվ այսինքն տարածքից եւ դիրքից չկարչել եւ որը այո, առաջի պատերազմում, եթե նույնիսկ նայեք, ասենք, զուտ քարտեզներով, մենք կտեսնենք, որ այդտեղ էլի չի եղել, էլի, ասենք, օրինակ, չգիտեմ,
քարվաճառի ազատագրումը։ Այդ չի եղել, մենք sense մի կուտակեցինք ինչ-որ ես իմ տանկեր մտանք sense կռիվներով, բան չէ։ Ճանապարհներն ես գրավում, թիկունք ես մտնում, իրանք լքում են քարվաճառը, դու մտնում ես։ Շուշին, ոչ ոք չի մտել Շուշի քաղաքային մարտերով, չի եղել այնտեղ քաղաքային մարտ։ Մեր 92-ը նկատի ունեմ։ Թիկունքից փակել են ճանապարհը Լաչինի, մի երկու տեղից բան գործողություններ անում, ու մի քիչ բան են պատմել, պրիմիտիվացված բարձա, ուղղակի բանի համար, դրամաբանություն հասկանում, թուրքները լքել են Շուշի, դուրս են գնացել են։ Մենակ մտել են ըստ էության դատարկ քաղաք։ Աղդամը գրավելուց չեն գնացել ճակատային գրոհով, ես իմ ինչ արել, Աղդամի բարձունքները գրավել են, արդեն վտանգ են ստեղծել շրջափակման, թուրքերը Աղդամը լքել են, որտեղ ամենախոշոր իրանց ֆորպոստն է, դա իդեպ 44 օր տևեց մենակ Աղդամի օպերացիան։ Թուրքերը լքել են, մերոնք մտել են դատարկ քաղաք։ Հետագայում արդեն դե հոգեբանությունը փոխվել է, արդեն ասենք ուղղակի զուտ սպառնալիքով արդեն չգիտեմ, ավելի sense խոճապային եղել, բայց այդ Աղդամի կռիվները դեռ լուրջ կռիվներ էին 44 օր տևել եւ էլի ոչ ոք ճակատային գրող չի արել։ Էս ա եղել։ Եվ նույն այստեղ հիմա այդ Մաժինոյի գիծ, որ ասում ես, ամեն դեպքում նաև պատմությունը համաշխարհային ցույց է տալիս, որ շատ քիչ դեպքերում են դրանք աշխատում, կան դեպքեր, որ աշխատում են, այդ Մաժինոյի գիծը։ Նույն Մաժինոյի գիծը ընդհանրապես 0 օգուտ բերեց Ֆրանսիային։ Գերմանացիք ուղղակի շրջանցեցին, այդ գիծը պրծավ։ Մտան անց տեղից, որտեղ չէին սպասում, անտառային այդ Արդենների կողմից պրծավ, այդ Մաժինոյի գծին կպած մնացան, որ այդ բանակը, որ տենց գիծ է ստեղծում, բանակը մնա դրան կպած, որտեղ իրան ասեն, Այս ոնց որ ամրոցն է, դու ստեղ ես գործում, ինքը այդ ամրոցից դուրս չի կարող բանանել գործողություն, իր ամեն ինչը տեղա, պաշարը, բանը, ամեն ինչը, զենքը։ Կղզուց լավ Մաժինոյի գիծ, ասենք Անգլիան կղզի է, դա ամենալավ Մաժինոյի գիծն է աշխատի։ Ֆինլանդիա Մաներհայմի գիծը որոշ չափով կանգնացեց, բայց դե սովետական զորքը շատ վատ էր կռվում, բայց էլի ի վերջո Ֆինլանդիան պարտվեց։ Հետո ամերային բանը պատկերացնում էր, բայց պարտվեց։ Ռուսները այս վերջին շրջանում Ուկրաինայում այդ Սուրովիկինի գիծը աշխատացրեցին, բայց էլի ավելի շատ արևմուտքի բաններ, մեղավորություններ, որ իրանք հնարավորություն տվեցին, որ իրանք այդ գիծը ստեղծեն եւ գործողությունը Ուկրաինացի շատ կանխատեսելի էր եւ այդ բաց տարածքում տափաստանային ավելի շուտ դրա համար աշխատեց, հա։ Կան օրինակներ, բայց հիմնականում դա բան չի, վատ էլի լավ աշխատող բան չի եւ էլի այդ ռազմական բանից կանոն կա։ Ոնց է լինի, նույնիսկ աշխարհի լավագույն պաշտպանվողը մեկը վերջում պարտվում։ Առանց հակագործողությունների, դրա համար այդ ակտիվ պաշտպանություն տերմինը կա, ու նաև ուրիշ ձևերով են դա կոչում, դա ակտիվ պաշտպանություն ուղղակի ես մի քիչ ավելի շատ եմ սիրում, ավելի լավ տերմիններ էլ կան արտադրության գրականության մեջ, բայց բանա ինքը ենթադրում է դուք նպատակ գտելի պաշտպան, բայց այդ պաշտպանվելու մեջ մտնում են բազմաթիվ հակագործողություններ, հարձակողական գործողություններ, նպատակը պաշտպանվելն է, բայց տակտիկապես դա հարձակումն է։ Դա պաշտպանության լավագույն ձևն է։ Կներես ես էլ ասեմ, ոնց որ ասենք էլի, կարծեմ մեր ընկերներից ով էր այդ օրինակը միշտ բերում, ասում է ոնց որ ֆուտբոլ խաղաս, մենակ դարպասապահ։ Չես կարող, ինչ կարող ես պաշտպանվի, մեկը վերջում դուրս շատ օրինակներ կան։ Օրինակ բռանցքա մարտի մեջ ասենք ելնում ես ռինգ, ու ասես փակնում ես ու քեզ են խփում, դե չես կարող, պետք է ասելու ռաունդ էլ չես կարող դիմանաս, ինչ որ մի ռաունդից ընկնելու ես։ Հրանտ ջան, առաջարկում եմ ռազմականից գանք ավելի քաղաքականի, մեր խոսակցությունները ավելի սևեռ են քաղաքական վեկտորի վրա եւ արի հասկանանք, թե Հայաստանը կամ հայ ազգի ինքնությունը որ հիմնասյուների վրա են կառուցված մի կողմից եւ մյուս կողմից ինչ պետություններ, ինչ մեր տարածաշրջանում եւ աշխարհում ինչ ուժեր կան, որ շահագրգռված են, որ հայկական պետություն ամեն դեպքում շարունակի իր գոյություն ունենալ։ Իմ կարծիքով այս ամեն ինչ ներսից է մեկ ասում։ Շահագրգռված կարող են շատ լինել, կարող են դրանք նույնիսկ փոխվել ըստ իրավիճակի։ Խնդիրը հետեւյալն է, որ կա մի հատ մեծ համաշխարհային իրավիճակ, բոլորս դա հիմա ակնհայտ տեսնում ենք, դա նոր չի սկսվել, բայց հիմա լրիվ ակնհայտ է։ Ըստ էության, ասենք ասենք, լավ, համաշխարհային պատերազմ չասենք, բայց ասես պատերազմ, համաշխարհային անկայունություն մեծ վերափոխում է գնում, որը որևէ չի երևում այն հեռանկարը, որ ինքը գնում է դեպի լուծում։
Հիմա ասենք ճիշտ է, ոնց որ այս նոր վարչակարգը Ամերիկայի փորձում ավելի sense Իրան որպես խաղաղարար ներկայացնել, մի կողմից, շնորհիվ մյուս կողմից էլ Պարսկաստանի դեմ հեչ խաղաղարար չի իրականացնում, բայց այդ էլ մենք տեսնում ենք, որ այդ պատկերացումները, որ հեսա կգանք Ուկրաինայի օրինակ կռիվը միանգամից կլուծենք, դա չի լինի։ Ամեն դեպքում աշխարհը մեծ անկայունության մեջ է, ամբողջ եւ տարածաշրջանը նույնպես, միջազգային հարաբերությունները եւ սա բնական փուլ է, միշտ էլ նման փուլեր լինում են եւ ինչքան դրանք կտևեն, ոչ ոք չի կարող կանխատեսել։ Հա մի օր բնականաբար նոր մի հատ ուժերի դասավորություն կլինի, կկայունանա ամենը։ Հիմա մենք այդ փուլում ենք պատկերացնել, որ միջազգային նման հարաբերությունների փուլում դու կարող ես առանձին վերցած Հայաստանում կառուցել խաղաղության տարաշրջան, դա ուտոպիզմի գագաթնակետ, որովհետև չի լինում այդ մենք մոլորակի վրա ենք ապրում, մենք Մարսի վրա չենք ապրում, Լուսնի վրա չենք ապրում, համաշխարհային մթնոլորտ կա, եղանակ կա, ոնց որ դու ասեք ձմռանը, ասես ես ուզում եմ կարճատև հագնեմ, որտեղ ես ամառ եմ սիրում, էլի սիրի ամառ, բայց ամառը կգա կհագնվես կարճատև, երբ որ անձրև է գալիս կամ ձյուն է գալիս, դու համապատասխան եղանակի քեզ պետք է, բայց դու չես կարող դրանից դուրս լինել, դա միջազգային բան։ Հիմա ըստ այդմ դու պետք է հասկանաս, որ նման իրավիճակներում են ժողովուրդները կամ կորցնում կամ շահում։ Մենք էլ մի նման իրավիճակում օրինակ 1990-ականների սկզբին մենք շահեցինք։ Ադրբեջանը պարտվեց։ Մենք չենք, նույնը չէ, ասենք օրինակ 1968 թվականին դու չէիր կարող դնել Ղարաբաղի խնդիր ու լուծել, որտեղ այդ կայունության մեջ համեմատական դու չես կարող։ Խնդիրները կարողանում ես սուր դնես այդ ժամանակաշրջանում։ Ուրիշ էլի օրինակներ կան մեր պատմությունից, երբ որ նման ժամանակաշրջաններ եղել են, մենք պարտվել։ Հիմա այս ժամանակաշրջանը ինքը չի ավարտվել, այսինքն մեծ իմաստով ես համարում եմ, որ Հայաստանի պարտվելու թե հաղթելու հարցը դեռ չի լուծվել։ Նույնիսկ հիմա մենք դեռ ժամանակ ունենք համեմատաբար գոնե շահած դուրս գալ իրավիճակից եւ մենք այդ նպատակը պետք է դնենք։ Չի կարելի նպատակ դնել ազգային յոլա տանելու, օրինակ այտենց բանել կա։ Դե Նիկոլին օրինակ հեռացնեք, գոնե ինչ որ հնարավոր է մի քիչ փրկենք։ Չէ, դա նպատակ չի, դրա շուրջ մարդ չես հավաքի, դրա շուրջ հոգեբանություն չես կարող ստեղծել երկրում։ Այդ հակառակը պարտությունից դուրս գալու համար դու պետք է ուրիշ հոգեբանություն ստեղծես, որ մարդը մոբիլիզացվի այդ վտանգի զգացողությունը, ոչ թե կործանում անընդհատ քարոզես, բոլորս գիտենք, որ շատ իրավիճակ է, բայց աղ այդ կործանում վախ քարոզելով չես կարող իրավիճակից դուրս գալ։ Դու պետք է նպատակ դնես ինչի համար այսօրվա կառավարությունը փոխես, հաղթանակի համար, վերելքի համար։ Այդ հաղթանակը ես որ ասում եմ, մենակ ռազմականը նկատի չունեմ, մեծ լայն սպեկտրով մշակույթից սկսած մինչև մնացած ամեն ինչը լայն սպեկտրով վերելք, վերածնունդ։ Միակ դա է ելքը։ Եվ այսօր դու դեռ շանս ունես, եթե ես ասում եմ լավ կլինի միջազգային իրավիճակը երկար դեռ չկայունանա։ Մարդիկ ասում են երբ է կայունանալու, ես ասում եմ լավ կլինի երկար չկայունանա, ինչքան չկայունանա, այդքան դեռ մենք շանս ունենք, հենց որ կայունացավ, արդեն սերունդների խնդիր է դառնալու, այլ ոչինչ չեն կարող 20, 30, 50, աստված գիտի ինչքան տարի ոնց ֆիքսվեց, տենց մնալու է, ոնց որ 21 թվին 1900 ոնց ֆիքսվեց, տենց մնաց վերջ, էլ ոչինչ չկարողացավ շատ երկար ժամանակ փոխել։ Դրա համար մենք այդ տրամաբանությամբ, այդ տրամադրությամբ պետք է գնանք։ Հիմա այս արտաքին բանին ինչ վերաբերում։ Լավ, հիմա ես մի հատ ուզում եմ դու կներես, որ ընդհատում եմ, չմոռանաս ինչ պետք է ասեիր, այսօր ասում ես շահած դուրս գալ, ուզում եմ, որ դա մի հատ սահման ես, ինչ ես հասկանում դրա տակ։ Դենային նախ այս հոգեբանությունից եւ այս պարտվածի գաղափարախոսությունից տակից պետքա դուրս գալ ձևակերպել հակառակը։ Երկրորդը պատասխանը այս ընկճված վիճակին իմ կարծիքով պետքա լինի բոլոր ուժերի լարումը եւ վերելքը սկսած մշակույթից մինչեւ բարեփոխում ռազմական ոլորտի։ Երկրորդը մենք ել եմ ասում պետքա այս ուժային գործոնի անպայման վերացվենք եւ ցույց տանք, որ մենք ի վիճակի ենք դնել խնդիրները ուժային եւ լուծել, ի վիճակի ենք պաշտպանվել, որպեսզի մենք նորից սուբյեկտի վերածվենք եւ խաղացող դառնանք։ Երբ որ հարցնում էիր, ասում էիր այդ ինչ խարիսքների վրա է, ոնց որ մեր պետությունը, մեր ինքնությունը, ամենակարևորը անկախությունն է։ Հիմա իհարկե ասում են, այ մենք Հայաստանի ինքնիշխանության անկախության համար ենք պայքարում, սուտ է, այդպես չի։ Անկախությունը ինքնիշխանությունը սկսում է նրանից, որ դու սուբյեկտ ես, սուբյեկտը սկսվում է նրանից, որ դու ուժային հարաբերությունների մեջ կաս։ Դու պետք է նորից փորձես մտնես ուժային հարաբերությունների մեջ, որպեսզի դու կարողանաս այս աշխարհում նաև գտնես դաշնակիցներ եւ լուծես այն խնդիրները, որոնք հնարավոր կլինի լուծել, դա արդեն իրավիճակից է կախված։ Ի վերջո, այս ինչ որ այս պայքարը էլ եմ ասում, որտեղ շատերը բան են անում։ Բա դուք պատերազմ եք ուզում, ոչ ոք պատերազմ չի կարող ուզել, դա հիմարություն է։ Մեզ պարտադրված է այս պայքարը։
Մեզ պարտադրված եւ դա ակնհայտ է նրանով, որտես ասում են համաձայնեցնենք, չէ՞, թուղթը, չեն ստորագրում։ Ասում են կստորագրենք այս պայմանները, որ կատարես, բայց մենք էլի պայմաններ ունենք, այս թղթից էլ դուրս։ Միթե այդքանից պարզ չի, որ դրանք անվերջ են, այսինքն դու պետք է պատրաստվես։ Որտեղ է այն կարմիր գիծը, որից հետո մենք պետք է ասենք չէ։ Ասում են մենք ունենք կարմիր գծեր, օրինակ մենք չենք համաձայնվի, այս ինչ հարցը քննարկել։ Ինչով չես համաձայնվի։ Եթե ինքը այդ հարցը նույն ձևի դնի ուժային սպառնալիքով, ինչ պետք է անես։ Վերջը պետք է ասես դե պետք է պատերազմեն, պետք է ասես, եթե ասել ես չէ։ Իսկ եթե չես պատրաստվում պատերազմել ուժով դա պաշտպանել, ուրեմն հիմիկ բանից ասա բոլոր պայմաններին էլ կհամաձայնվեմ, դա ավելի ազնիվ կլինի։ Այն բոլոր, որ ասում են թուրքերի վերադարձ Հայաստան, չգիտեմ, փոխհատուցում եւ այլն, եթե դու ասում ես չէ, քոչեն ինչով է պաշտպանված։ Պետք է պաշտպանված լինի եւ այդտեղ առանց ուժային գործոնի անհնար է ուղղակի դրա համար եմ ասում, սա պարտադրված է։ Իսկ եթե պարտադրված է, ոչ ոք չգիտի այդ պայքարի երկում ինչ է ստանալու, ինչ է կորցնելու։ Այսինքն, չգիտեմ, մարդիկ ասում են, բա հիմա չգիտեմ, ինչ նկատի ունես, օրինակ ջերմուկի դիրքեր ազատագրել, թե Խարվաճար մտնել, թե Ղազախ մտնել, դե ես չեմ կարող, դու գուշակ չէ։ Պայքարը, այդ պայքարի մեջ դու պետք է խնդիր դնես, որ դու պետք է կարողանաս քեզ պաշտպանել, որ եթե քեզ անընդունելի պահանջներ են դրում, դու պետք է կարողանաս ասես չէ ու այդ չեն ուժով ապահովված լինի, իսկ մնացածը կախված է նրանից, թե ինչ քայլեր կձեռնարկի քո դիմացինը։ Կամ կարող է ինքը գալիս ասում, վայ, լավ, հասկացա։ Էլ հասկացա, դու արդեն ուժային ես, ես քո հետ ուղղակի պայմանավորում։ Եթե ինքը այլ տարբերակով է գնում, դու այլ տարբերակով ես գնում։ Սա արդեն բան է, զուտ բանի հարց է, իրավիճակում զարգացումների հարց է։ Կարևորը դու հասկանաս, որ այլ տարբերակ չկա բացի ուժային գործոնի վերաբերյալ։ Իհարկե ես վստահ եմ, ճիշտն ասած, որ այս կառավարության օրոք դա անհնար է, անիմաստ է։ Ես վաղուց դրան համոզվել եմ, ոչ մի իմաստ չկա փորձել դա իրանց բացատրել կամ հույս ունենալ, որ իրենք դա մի օր կհասկանան, նույնիսկ եթե հասկանան, իրանց մեջ այդ պարտությունը ասենց ուղնուծուծով այնքան է մտած, որ իրանք այլևս երբեք այդ հոգեբանությամբ չեն կարողանա adekvat գնահատել իրավիճակը եւ adekvat քայլեր գործարկել։ Դրա համար ներսում մեր խնդիրը շատ կարևոր է, որ մենք ներսում սկզբում կարողանանք այդ խնդիրը լուծել, այսինքն դրա համար մենք ասում ենք ազգային հեղափոխություն։ Ազգային հեղափոխություն ասելով մենք նկատի ունենք իհարկե ոչ միայն իշխանափոխություն, դա ընդհանրապես մասը պետք է լինի, բայց նաեւ իշխանափոխություն պարտադիր։ Եվ դրանից հետո արդեն իրապես անկախ Հայաստանի կառուցում Այսինքն այդ հեղափոխությունը ասվածը ոչ թե սահմանափակում է իշխանափոխությամբ, այլ կարելի ասել նոր սկսվում է դրանից հետո։ Մենք ի վերջո մի հատ մեծ խնդիր ունենք, որը մենակ այս կառավարության հետ կապված չի։ Մենք իրականում անկախ Հայաստան իրոք չենք կառուցել։ Անկախությունը դա բառ չի ու։ Դա կոնկրետ ինստիտուտներ են, որոնք հարմարեցված են եւ ծառայում են կոնկրետ քո անկախության նպատակին, ոչ թե իներցիայով ժառանգված են կամ էլ ուղղակի պատճենված են, ասենք մի մասի իներցիայով ժառանգված է սովետից, մի մասը պատճենում է առանց յուրացնելու, նորմալ հարմարացնելու քո պայմաններին արևմտյան ինստիտուտները։ Դա անկախություն չի, դա ձևական բնույթ է կրում։ Մենք պետք է կառուցենք եւ կառուցել ասելով ես նկատում եմ այդ ինստիտուտները հերթով սկսած պաշտպանությունից, անվտանգության ծառայությունից, մինչև կրթություն, գիտություն եւ այլն, ամեն ինչը պետք է կառուցվի համապատասխան անկախ Հայաստանի պահանջների, որտեղ հիմա դա չկա։ Սա ազգային հեղափոխության այն կարևոր մասն է, որը պետք է հետևի արդեն կառավարության փոփոխությունից։ Հիմա մնացածը տեխնիկայի եւ տակտիկայի հարց է, ինչ եւ ինչպես պետք է անել։ Մի հատ կարևոր հեռանկար կա, հիմա խոսում են 2027 թվականին այդ համանդրության փոփոխության մասին։ Հիմա իհարկե մինչև 2027 թվական շատ բան կարող է փոխվել, բայց սա մի հատ կարևոր հեռանկար է, որտեղ ըստ էության ստե բառացիորեն դրվելու է Հայաստանի անկախության հարցը։ Իրանք փորձելու են դա ներկայացնել, որտեղ խաղաղության թե պատերազմի հարց, բայց իրականում անկախության հարցն է դրվելու, որտեղ ինչի խոսք է բանի մասին է, չէ, անկախության հռչակագրի մասին։ Անկախության հռչակագիրը անկախ նրանից թե այդտեղ ինչ է գրված, այս պետության իրավական հիմքերի հիմքն է։ Ես նույնիսկ չգիտեմ իրավաբանները թող ասեն ինչ է լինում պետության հետ, որը իր անկախության հռչակագրից հրաժարվում է կամ չգիտեմ սահմանադրության մեջ դրա վրա հղում է, հանում է, ինչ է լինում իրավական ինչ է ստացվում դրանից։ Որտով ես չգիտեմ պետությունը որքան ես հասկանում մի անգամ կարող է անկախության հռչակագիր ունենալ, չի կարա, ասենք 30 տարի գոյությունն է, հետո անկախության հռչակագիր բանանի, ես քաղաքական եմ մտածում, չգիտեմ իրավականի ինչ կազուիստիկա այդտեղ կա, բայց իմ պատկերացում չի կարող, որտով այդ պետությունը ընդհանրապես հարցականի տակ վայել ինչ պետություն էր, այսինքն դու իրավական հիմքը տակից անում ես, ինքը մի հատ օդի մեջ կախվում։ Այսինքն պետք է բացատրվի, որ եւ ֆորմալ ադրվում անկախության, եւ բովանդակային որտեղ այն բոլոր պայմանները, որ ես թվարկում եմ Ադրբեջանը, որ ունի խաղաղության պայմանագրից էլ դուրս, այսինքն այդ
ուրեմն բան օրինակ Հայաստանի ապառազմականացում չի ասում են կամ արտաքին քաղաքականության մեջ այսպես պետք է անենք, այսպես պետք է չանենք։ Այնտեղ փոխհատուցման հարց դրանք բոլորը ըստ էության ինքնիշխանության սահմանափակում են, որտեղ եթե մեկը քեզ ասում է դու պետք է օրինակի համար այս զենքերը չառնես, այս զենքերը առնես մենակ կամ այս ձևի բանակ ունես, դա քո ինքնիշխանությունը արդեն սահմանափակում է։ Պետության ինքնիշխանությունը սկսվում է ա. պաշտպանությունից, բ. արտաքին հարաբերություններից, Գ. իր սահմանադրությունը, այսինքն երեք կարևոր հենակետերը ինքնիշխանության այսօր հարցականի տակ են դրվում եւ դրվելու են եւ մենք պետք է հասկանանք, որ սա այս անկախության հարցն է դրվում։ Հիմա այս հեռանկարը քաղաքական որտեղ ընտրությունները մի քիչ ուրիշ թեմա է, ես այդքան շատ չեմ հավատում, որ ընտրություններով է հնարավոր սարցը լուծել, իհարկե ընտրությունները կարող են միջանկյալ լինել, բայց այս հարցը այս 27 թվի սահմանադրական ենթադրյալ հանրաքվեի հարցը ինքը շատ կարևոր մի հանգրվան է ստեղծում, որ եթե մենք կարողանանք իրոք ձևավորել Հայաստանում հայկական կազմակերպություն քաղաքական, որ այդ պայքարը կմղի, գլխավորի, այս քաղաքական դաշտը մենք կարողանանք փոխել, այսինքն այս երկբևեռ արհեստական համակարգը ջարդել, դուրս գալ դրանից եւ ռեալ այլընտրանք ներկայացնել, բայց դրա համար դու իրոք ռեալ այլընտրանք պետք է ներկայացնես, ոչ թե ասես այն ու ասած ես կգնամ Նիկոլից ավելի լավ կբանակցեմ։ Դու պետք է ասես ռեալ ինչու ես դու Նիկոլից տարբերվում, այս բոլոր հարցերը, այս բոլոր նոյեմբերի 9-ին ոնց ես վերաբերվում, պաշտպանության համակարգը ոնց ես փոխվում, խաղաղության պայմանագիրը կնքելու ես, չես կնքելու, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչում ես, չես ճանաչում, այս Հայաստանի սահմանները ընդունում ես որպես վերջնական, թե չես ընդունում ես, բոլոր հարցերին պետք է ռեալ պատասխաններ տաս։ Եվ չվախենաս, չմտածես այ ինձ բան կանեն։ Այս այլընտրանքը ներկայացնելով գնալ այդ հանրաքվեին ժողովրդի առաջ դնել խնդիրը, որ սա անկախության խնդիր է եւ փորձել, որտեղ եթե տապալվում է այդ հանրաքվեն, այսինքն չեն հասնում իրենց ուզած արդյունքի, ըստ էության Ալիևի պահանջած արդյունքի, դա միանգամից ամբողջ այս ոչ միայն քաղաքականություն է հարցականի տակ դնում, այլև նույնիսկ եթե իրանք ընտրություններին էլի կարողանում են ինչ-որ ձևի հաղթել եւ ձայներ հավաքել, միևնույն է հանրաքվեն ավելի կարևոր հանրաքվեի պարտությունը իրանց լեգիտիմության հարցն է դնում եւ կարելի անմիջապես արդեն դնել այդ իմ ասած ազգային հեղափոխության հարցը։ Իհարկե մի քիչ բացեցի քարտերը, բայց այդ կարծում եմ ոչ մի խնդիր չկա, դրան պետք է պատրաստվել 2 տարի ժամանակ, բայց այսօրվանից պետք է պատրաստվել դրան։ Այսինքն այն որ դա շատ կարևոր հարց է ու նույնիսկ ընտրություններից կարևոր, դա ինձ թվում է շատերը կհասկանան, բայց այստեղ այլ հարց կա։ Դու ասելով քեզ նկատի չունեմ, բայց ասենք վերացական դու ոնց ես կարողանալու այնպիսի մատչելի ձևի ներկայացնել խնդիրը հասարակ ժողովրդին, հասարակությանը, որպիսի մարդկանց չշփոթեցնես ու հիմնական մատը դնես հիմնական ցանկալի է մեկ խնդրի վրա, մեկից ոչ ավել։ Այո, հիմնական մեկ խնդրի վրա դնես եւ դրանից բացի դու հիմնականում հասարակության որ շերտերի վրա ես պատրաստվում հենվել, այսինքն հիմա մենք կարող ենք մի քիչ սոցիալական ինչ-որ բան ունենալ, հայացք ունենալ հասարակության վրա, ասելով, չգիտեմ, հարուստներ, աղքատներ, միջին խավ, կարող ենք մի քիչ ուրիշ ալտերնատիվ հայացք ունենալ, բայց ընդհանրապես այդ հարցին պետք է պատասխանել, թե դու ում վրա ես հենվելու։ Չէ։ Շատ լավ հարց ես տալիս, իմիջիայլոց այս քանի օրը ես մենակ ես չէի, մեր մոտ փորձում ենք նաև այդ հարցերը հերթով դնել, որտեղ երբ մենք այդ հեռանկարը տեսնում ենք, բնականաբար այգու ասած հարցերը սկսում են հերթով տալ։ Այսինքն եթե կոնկրետ արդեն բանի ես պատրաստում, կոնկրետ հեռանկարի, սա այտենց ընդհանուր բան չի, դու կոնկրետ գնաս սկսած որ շերտերն են հասարակության քո հենարանը, որոնք ընդհանրապես քո հետ չեն առնչվելու, որոնք կարող է 50-50 են, եւ մնացած այս բոլորը պետք է ոնց անել, որ հնարավորինս մատչելի բարձ լինի, այստեղ այս հանրաքվեի թեման որոշ չափով այդ հնարավորությունը տալիս, որտեղ իրոք մի հարց է։ Ես այն չեմ ասում, շատ կներես, որովհետեւ շատ կներես, որ ընդհատում եմ, օրինակ Ամերիկայում նայ այս մագայի շարժումը որ կար, այս թրամփականների, պետք չի պատկերացնել, որ իրանք 50%-ն էին։ Իրանք 5% էլ չկային, բայց այդ այն փոքրամասնությունն է ռադիկալ,
որ այդ կորիզը ունենալով արդեն իրանք դա տարածվեց մնացած հանրապետական բազայի վրա։ Դրան էլ է ուզում գայի, ոնց որ ցած սինխրոն ենք մտածում, էլի տեսքով։ Հիմա նախ այդ ուզում եմ ասել, որ այդ հանրակն ինքը հնարավորություն տալիս է քեզ մի հարց տալու։ Ընտրությունները ուզած չուզած մի հարցով չես կարող տալիս։ Դու նաև մրցակցություն աշատ դու պետք է բանաս։ Հիմա բայց այս մնացածը, երբ որ ասում ես ոնց կարող, դե պետք է դնել ձևակերպել խնդիրները հերթով գնալ։ Ոնց կարող ես, այսինքն դու պետք է մշակես եւ ստրատեգիկ մասը եւ տակտիկական մասը դրա եւ գալ այդպես շատ տենցի հարցեր կան։ Հիմա ինչ վերաբերում է այս փոքրամասնությանը, այդ է ուզում ասել, որ այո, պետք է սկսել նպատակած սկզբնական խնդիրը պետք է լինի ակտիվ փոքրամասնության համախմբումը եւ կազմակերպումը։ Սա մենք փորձում ենք ձևակերպել այդ նպատակը շուտ, բայց որտեղ մենք երբ որ գալիս ասում են, այ չգիտեմ, ասենք ձեր օրինակ բանը YouTube-ը ասենք նայում է 3000 հոգի, չի նայում 3 միլիոն, ասում եմ, այս պահին 3 միլիոնը պետք էլ չի։ Այս պահին ինձ մեզ հետաքրքրում են մեր նման մտածող մարդիկ, եթե 500 հոգի կամ 1000 հոգի առավել ես ստան կազմակերպի, արդեն մնացածին ինքը կարողանում է համոզել։ Մնացածի համար ինքը համոզիչ է դառնում, բայց սկզբնական շրջանում պետք է սա իսկական կազմակերպի։ Հիմա մենք այդ խնդիրներն ենք նաև դրել, ասենք մարդկային ոնց որ այդ ավելի ասենց լայն ներգրավման աշխատանքի որոշակի մեխանիզմներ ենք մշակել, լավ բազաներ ունենք, ասենց ասեմ, մեր ոնց որ ծրագրավորողները նաև մեզ լավ բազաներ են տվել, մեզանից գալիս է այդ բազաները օգտագործել, այդ մարդկանց գտնել, որտեղ այդ մարդիկ կան, այդ մարդկանց գտնել, իրենց հետ խոսալ, շփվել, հասկանալ, հասկանաս միշտ կա անելիք։ Հիմա նա ես մի բան էի ուզում ասեի, հիշեցի ու միշտ փորձում եմ շեշտել, երբ որ մենք մեղադրում ենք, ասում ենք 4.5 տարի կորցրեց կառավարությունը եւ իրոք կորցրեց։ Հակառակ մեղադրանքն էլ եմ ես ներկայացնում, 4.5 տարի հասարակությունն էլ կորցրեց։ Որով 4.5 տարվա մեջ նստել ու բողոքել, որ վայ, չկա մի հատ այլ ընտրանքային ուժ, բա մենք ինչ անենք, բա էլի պետք է Նիկոլ ու Ռոբ ընտրենք, եւ կա մեղավ։ Բայց 4.5 տարին բավարար ժամանակ չէ դա անելու, բայց ինչ ա եղել, ես ինչ եմ տեսել 2021 թվականից մարտական եղբայրություն մենք ստեղծել ենք շատ դժվարությամբ առաջ ենք գնացել, սկզբում ընդհանրապես 0-ի վրա էինք, քիչ շատ քիչ եւ մարդկային ռեսուրսը եւ մնացածը շատ քիչ հավաքել։ Հիմա մեր մոտ միշտ գալիս էին, ասում են, բա դուք ո՞նց եք պատկերացնում, ինչ ենք անում, մենք ասում ենք, մենք պատկերացնում ենք, որ պետք է լինի ամուր կազմակերպություն սկզբում, կառուցվածք, ծրագրային մոտեցումներ, կազմակերպություն, նոր մնացածը։ Բա մենք դրա ժամանակը չունենք, 21 թվին դրա ժամանակը չունենք, 22-ին չունենք, 23-ին չունենք, 24-ին չունենք, 4 տարի անցավ, այդ 4 տարում եթե 21 թվին ժամանակ չունեցողը 21 թվից սկսեր, հաստատ ինքը 25 թվին մեզ հետ միասին շատ ավելի մեծ արդյունքի կհասներ։ Կամ ասում էին, «Եսա պետք է դուրս գալ փողոց»։ Շատ լավ, դուրս գալ փողոց, եթե դու դուրս ես գալիս փողոց անկազմակերպ, դու կազմենակ շատ կարճատև խնդիրներ դնես։ Եթե դու շատ արագ չհասնես հաջողության, քաղաքական այբուբենա, վերջ պրծնում ես դու։ Բայց եթե դու ունես ռեալ կազմակերպություն, այլ ոչ թե տրջիկ ես տվել փողոց ուղղակի sense տարերային, դու կարաս անհաջողությունների մատնվես, բայց դու կարաս ամիսներով ու տարիներով պայքար շարունակես, որովհետև դու ունես հետևը թիկունքում արդեն կազմակերպված ուժ, կազմակերպվածի մեջ մտնում է եւ կառուցվածքը եւ ծրագիր եւ գաղափար։ Ոչ թե բոլորով միավորվենք, որտեղ մենք ուզում ենք մեկին հանենք, 18 թվին մենք դա արեցինք։ Խերվեցինք, ես ուզում եմ հասկանալ մարդիկ խերվել են, հա, գոհեն իրաց արածից։ Ես ժողովրդին չեմ մեղադրում, ժողովրդի սասումը շատ արդար էր, բայց 18 թվին այդ Սերժիկ Հեռացիրը մենք արեցինք, ու դա մենք տարիներով երազել ենք, մեկը ես դրա մեջ եմ եղել, հավատացել եմ դրան, 18 թվին լավ է փառքաստու մի քիչ արդեն խելքի եկել հասկանում եմ, որ դա ելք չի, բայց տարիներ եմ ես ծախսել, իմ լավագույն տարիները կարելի ասել ծախսել եմ նրա վրա, որ պետքա Սերժին հանենք, մնացած խնդիրները կլուծվեն։ Չեն լուծվում։ Եթե համակարգային չես դնում, չես լուծում։ Դրա համար ես նույն ճանապարհի կողմնակից եմ հիմա։ Կազմակերպություն եւ ասում եմ ժամանակը կա։ Հնարավոր է, որովհետեւ ես չեմ հավատում, ես վստահ եմ, որ այս հասարակության մեջ ներուժը կա։ Նույնիսկ այս տարիների շփումը ինձ ցույց է տալիս, որ մարդիկ կան։ Ես մարդկանց մեծ մասին ոչ մեկին ասիք չեմ, ես մարդական եղբայրությունից ոչ մեկին չեմ ճանաչել չեմ ցանկանում։ Հիմա այստեղ ասենք մինչև 50 հոգի մարդ կա հիմնական կազմի եւ գնացող եկողներով մինչև 100 հոգի մարդ այսքան եւ ինչքանն էլ գնացել եկել ուղակի ծանոթացել, ասենք սկսած քեզանից, ոչ մեկին չեմ ճանաչել։ Ոչ մեկին մարդիկ են, ես տեսնում որ կա այդ ներուժը, կա այս ժողովրդի մեջ այդ ներուժը կա, մնում է կազմակերպվել։ Այդ խնդիրը մենք դրել ենք, ես կարծում եմ նույնիսկ կլուծել։
ես տենց եմ տրամադրված, որ պետք է լուծեմ։ Ու ինձ մի բան էլ ասեմ, ինձ էլ չի հետաքրքրում։ Գիտես, առաջ նաև փորձում ենք շատ ժամանակ ծախսել համախմբում, բան, չէ, ինձ էլ դա չի հետաքրքրում, որտեղ տեսնում եմ, չի աշխատում դա։ Ոչ թե համախմբում գնանք 50 ռեյս կներես, տենց մի քիչ բանով եմ ասում, քննարկենք, այս ինչ ծրագրերը, արժեքները, այս ինչ կառուցվածքը, չէ։ Շատ կոնկրետ, եթե գործ ենք անում միասին, դա շատ կոնկրետ գործ է, եթե չէ, հոսալ չկա։ Ստեղ մենք մեր կազմակերպությունը ստեղծում ենք, տանում ենք առաջ եւ համախմբում ենք արդեն ոչ թե խմբերին ու ոչ թե ասենք քաղաքականացված անհատներին, այլ ժողովրդի մեջից դուրս եկած պոտենցիալ ունեցող մարդկանց։ Ես ուզում եմ հասկանալ, այսինքն դու չես հավատում, որ մարտական եղբայրություն միաբանության նման եւս ուրիշ փոքր միջին խմբեր Չէ, փոքր միջին միասին համագործակցել։ Իհարկե Կարող են համագործակցել, թե չէ։ Եվ ոչ թե կարող են մենք այդ համագործակցության հաջողված փորձեր ունենք։ Ես նկատի ունեմ, գիտես ինչ։ Ես տեսնում եմ հիմնական պոտենցիալը ոչ թե արդեն երևացած դեմքերի մեջ, քաղաքականացված sense ասենք, հա, թեկուզ նկատի ունեմ ամենախոշորը։ Այլ պոտենցիալը տեսնում եմ չերևացած մարդկանց մեջ։ Ես իդեպ ինձ էլ եմ հանում այդ։ Ես համաձայն եմ, պատրաստ եմ, որ իմ նման մարդիկ էլ պետք է արդեն այդքան շատ չերևան, որտեղ ես տեսնում եմ, որ պոտենցիալը այդտեղ է, նախ ավելի երիտասարդների մեջ։ Երկրորդը այդքան քաղաքականության մեջ չթաթախված ու չերևացածների մեջ ավելի շատ պոտենցիալ տեսնում, չի նշանակում, որ բացառում եմ։ Իհարկե, մյուսների մեջ չկա, բայց հիմնականը ես այդտեղ եմ տեսնում հասարակության ներսից։ Հասարակության ներսից այդ պոտենցիալը կազմակերպել։ Մի քիչ դժվար է դա, որտեղ մարդիկ սովոր չեն, որտեղ իրանք մտածում են, որ այդ իրանք չպետք է անեն միգուցե, բայց աստիճանաբար համոզում են ու համոզում որ չէ, հենց դուք պետք է անեք։ Որտեղ ի վերջո նաև այդ թարմությունը պետք է մցվի, չի կարելի անընդհատ նույն այդ կալոդը սենց անընդհատ խառնել ու մտածել, որ այդ նույն կալոդից պետք է ինչ-որ բան ստացվի։ Այդ իմաստով եմ ես։ Երբ որ քեզ չեն զանգում, ասում, գիտես ինչ, այս ինչ օր է, այս ինչ ժամին արի, այս ինչ տեղը խոսակցություն կա, բան ենք, կազմակերպություն ենք բացելու կամ չգիտեմ, ինքնակազմակերպվելու ենք։ Դա կարող է, ասենք, մարդը ասի, հա, լավ, հələ գնամ նայեմ այդ ինչը, բայց շատ ավելի հոգեբանորեն, ավելի շատ երևի աշխատանք պետք է կատարես, երբ որ դու պետք է նախաձեռնես այդ առաջի քայլերը, այսինքն մի հոգուց ստանաս 2-3 հոգի։ Դե թիմ կառուցելը ընդհանրապես, ես նոր եմ հասկացել, որտեղ ես թիմ կառուցելու փորձի մեջ ներգրաված չեմ եղել, կամ շատ քիչ եմ ներգրաված եղել։ Հիմա այս վերջի 4 տարիներին, որ արդեն ներգրաված եմ, ես հասկացա, որ աշխարհի ամենաբարդ գործերից մեկն է, բայց նաև անհույս չի մարդկանց ներգրավելու շատ ձև։ Այդ քո ասած զանգել կանչելը դա տենց ամենասենց բանց է։ Հիմնականում աշխատում է, երբ որ դու կազմակերպում ես մարդկանց հետ քննարկումներ, չգիտեմ, դասեր, նախագծեր, այսինքն դու պետք է ցույց տաս, որ դու նաև ինչ որ արժեք ես, ինչ որ բան ես անում եւ մարդու կարծիքն էլ ես հաշվի առնում։ Մեր մոտ հիմնականում այդպես են մարդիկ հայտնվել։ Դասեր, քննարկումներ, տարբեր նախագծեր, ասենք, չգիտեմ, գրական մրցույթ են անում կամ չգիտեմ։ Հիմա մի հատ էլ լավ հետաքրքիր նախագիծ կա, չեմ ուզում հիմա ասեմ, երևի ես մի ամսվա մեջ կասենք դրա մասին։ Այդպես, այսինքն ստեղծագործական նաև բանի մեջ ես ասենք մարդու հետ կոնկրետ բան ես պայմանում, դու չես ասում արի չգիտեմ միասին միտինգ ան, ասում ես օրինակ գրական մրցույթ կա, կօգնես միասին կազմել կամ չգիտեմ այնտեղ կապանում մի հատ sense անելիք կա Նժդեի օրինակ Գերեզմանի հետ կապված կգաս անես այս տիպի բաների մասին է խոսքը այս աշխատես մարդկանց հետ չես կարող դու մարդկանցից պահանջես ասես դե եկեք բայց պետք է աշխատես ու պետք է մարդկանց նայել աշխատանքի մեջ է ձևավորվում երբ որ դու ես բառերը չէի գտնում դու շատ ճիշտ ասեցիր երբ որ մարդուն ասում ես գիտես ինչ արի վերացական էլի արի միացիր մեզ բայց ոչ մի բան մի արա բայց դու միացել ես մեզ չէ դա բան չի դու ոչ արժեք ավելացնում ոչ ինչ որ քո մասնագիտական ոչ թեկուզ նյութական ոչ մի բան չես բերում այդ ինչ ստացվեց որ ասենք դու միացել ես շատ վերացական բան է չէ դա համար ես ասում ներգրավում գորգրանք ինչ անենք հա դες մարդիկ նաև ես sense եմ հասկացել պետք է միասին ինչ որ մի բան անեն 1 ամիս 2 ամիս որպեսզի թիմ դառնան տենց ուղղակի իրար հետ ծանոթանալով 1-2 անգամ թիմ բարձր չեն դա
բայց թիմ եւ սինխրոն է, սկսում են արդեն սինխրոն մտածել, սինխրոն ոնց որ պատկերացնել, սինխրոն զգալ, բայց դրա համար միասին կոնկրետ գործ պետք է անես, ոչ թե նույնիսկ հավաքվես խոսած, կոնկրետ ինչ որ գործողություններ, կոնկրետ ինչ որ բանի մեջ, թեկուզ թե մեր մոտ կան մարդիկ, ասենք ներգրաված են մի գործողության մեջ, կան մարդիկ, որ շատ բանի մեջ են ներգրաված, կան մարդ, որը շատ կոնկրետ, շատ կարևոր գործառույթ անում, ասենք ադրբեջանական լուրերը ամեն օր նայում է, ամփոփում է, ուղարկում է, որ մենք կարողանանք կարդալ։ Մարդ կա միջազգային լուրերի վրա։ Մի գործ է անում, բայց դա շատ կարևոր գործ է։ Մարդ կա շատ լիքը ամեն ինչի մեջ ներգրաված է, բայց հիմնականում այդ ներգրավումն է, որ ստեղծում է այդ թիմային մթնոլորտ, այսինքն շատի մեջ ես ներգրաված, թե քչի մեջ ես ներգրաված, կարևոր չի, կարևոր դու քո մի հատ լուման ներդնում ես, դու մարդիկ կան նույնիսկ ասենք ամիսներով կարող գրասենյակում իրենց ոչ մեկ չտեսնի էլ Չերևան, բայց իրենք կոնկրետ բան են անում, կոնկրետ օգտակար գործ են անում, մենք գիտենք, որ մեր հետ են եւ այդ ոչ միայն գիտենք, այլև այդ արդյունքով զգում ենք, էլի։ Էսա, բայց հիմա խնդիր կա, իհարկե պետք է ավելի լայնացնել եւ պետք է այստեղ հարցը մենակ մարտականի թիմը չի լայնացնել, ըստ ընդհանրապես հանրության ինքնակազմակերպում համախմբումն է խնդիրը։ Այստեղ ոչ թե ներ ինչ որ խնդիր է, երկրի խնդիր է, մենք բոլորս հիմա թե քանի խումբ կլինի, ոնց կլինի, դա ճիշտ ասած իմ համար էական չի։ Լավ կլինի, որ ասենք լավ կազմակերպված լինի, կարող դա ցանց լինի, դա էական չի, կարող խնդիրը դրվի եւ շատ կարեւոր է նաեւ որ ձևավորվի մի հատ թիմ նաեւ, որը կարողանա ասի ես կարամ պատասխանատվություն գրավել։ Որտեւ չի կարելի օրինակ որ ասում են եկեք չգիտեմ ժամանակավոր կառավարություն ստեղծեք, ինչ ժամանակավոր կառավարություն, այս վիճակում գտնվող երկրում ժամանակավոր կառավարություն չէ։ Պետք է թիմ լինի, որ ասի ես վաղվանից պատրաստ եմ վերցնել երկրի պատասխանատվությունը իմ վրա եւ տանել առաջ եւ այդ պատասխանատվությունը ենթադրում է, որ եթե ես չանեմ այն ինչ որ վերցել եմ իմ վրա, անկախ նրանից թե հատուկ չարեցի, թե սխալվեցի, այս ծառեցից պետք է կախեք, որտեղ էս է վիճակը։ Պատասխանատվությունը ասելով այդ նաեւ կա։ Այսինքն դապտիներ չես վերցնում, էլի հակառակը, աչը պետք է վերցնես։ Նորից ես պատրաստ եմ։ Նորից պետք է մի հատ զուգահեռ անցկացնեմ կներես էլի ԱՄՆ-ի բանի հետ, որտեղ այնա մի քաղաքագետ էի լսում, ասում է ինչումն էր այդ ձգողականությունը, որ առաջացավ հանրապետականների մոտ, ասում է դա նրանց է, որ իրանք ամեն ինչը ասենց անմիջական ու աուտենտիկ ձևով էին ներկայացնում։ Մինչդեռ դեմոկրատները It's հիմնական խնդիրը եղել է այն, այդ մարդն ասում է, ու ճիշտ է ասում, ասում է որ հանգարց սխալ բան չասեն։ Ահա, ներվին այդ երկրորդականը, բայց հանգարց սխալ բան չասի, որ վաղը մի սորը հանգարց չկարողանա տակից դուրս գա։ Այսօր հանրապետականին նայում ես, օրական ինչ-որ մի ֆանտաստիկ բան է դուրս տալի, հետո ասենք թքած ունի դուրս կգա դուրս։ Ժողովուրդը ասում է, այս մեկը գոնե բան է, ազնիվ է, բան է, մեր լեզվով է խոսում։ Հայաստանում շատ տարածված այդ մտածողությունը, խնդիրը մեր մոտ է, կարելի ասում են, դուք շատ ռադիկալ եք։ Դենց մի խոսացեք, չգիտեմ, բան, այսպես ասեք, այնպես չէ, դենց չի։ Դա թվում է, որ լավ ճանապարհ է, որտեղ թվում է, որ դու բոլորին հարմարվելով, sense փորձես գալ մարդիկ, մեկը նույնիսկ եկել ասել դուք իմացեք մարդիկ, ինչ են ուզում լսեն։ Ու դուք այդ ասեք, այդ ցավտալն է, դրա համար իմաստ չունի կազմակերպություն ստեղծել, հասկանում ես դրոշը տնկելու, որ գնամ իմանամ մարդիկ ինչ են ուզում լսեն, ես էլ ասեմ։ Բացարձակ իմաստ չունի։ Հակառակը մարդիկ նախ զգում են դու անկեղծ հավատում ես քո ասածին, չէ՞։ Երկրորդը քաղաքականության մեջ դու պետքա ասես այն ինչը որ դու մտածում ես եւ ասես ճշմարտությունը չնայելով այս պահին, թե դա քեզ ենթադրաբար ինչքան զայնաբերում, ինչքան պակաս ասում, թվում է սա աբսուրդ եւ ոչ պրակտիկ, իրական պրակտիկային չի, որտեղ ի վերջո մարդիկ անկախ նրանից համաձայնվում են թե չէ, իրանք հակված է ընդունել ուժեղի եւ հետեւողականի առաջնորդումը, իրանք ասում են այս մարդը ոնց որ հետեւողական է, այս մարդիկ հետեւողական են։ Իրանք չեն նայում մենք ինչ ենք մտածում իրանք ասացի մասին։ Իրանք ասում են իրանք ասածը, հետևողականություն կա այստեղ, եւ հետո դու իսկականից ճիշտ ես, ի վերջո կյանքը ապացուցում է, որ դու ճիշտ ես։ Իսկ եթե դու հարմարվում ես իրավիճակին, դա իրավիճակին համապատասխանել դու ստանում ես վատ արդյունք։ Այսինքն այդ ճիշտ ասելը ոչ թե տենց նույնիսկ բարոյական խնդիր, այլ շատ պրակտիկ խնդիր։ Հեռանկարում մեծ տևականի մեջ դա հաղթում է։
կարճատևում դա կարող է պարտվի։ Միշտ այդ կարճատևի ու բանի հեռանկարային խնդիրը մարդիկ շփոթում են, օրինակ ասում են դե ասենք բան, չգիտեմ, այն ոնց են ասում clickbait վերնագրեր դիր, ունես վերնագրեր են առաջարկում, մի երկու անգամ հազիվ ենք փրկվել, ասել, չգիտեմ։ Հա դա կաշխատի, հա մի օրվա համար կաշխատի, այդ ձևերը ինչ չգիտեն, չեն կարող մտնենք եթեր ասենք քֆուր կա, ով չգիտի դա։ Ու կստանանք միլիոն դիտում։ Հա դա մի օրվա քեզ կբերի բան, բայց հեռանկարում դա քեզ կբերի անհաջողության բացի այդ քանակից կարևորը քո իմիջն է նաև ի վերջո հաղթում, որովհետև մենք իմիջից չգիտեմ, մեր փորձից էլ շատ բան չենք սովորում, բայց մենք ունենք նաև փորձ քաղաքական հենց Հայաստանում, երբ որ տարբեր շատ ոչի մարդիկ են հաջողության ասել եւ նաև բանի ասել, հա, հիմա չեմ ուզում անուններ տամ, որ անուններ սկսեմ տամ մեկը կասի, բան չի, ինձ չասես, բան չի, ինձ ասես, բայց շատ տարբեր փորձ կա, որից կարելի է սովորել։ Եվ այն եմ ասում, ես չեմ համարում, որ քաղաքականության մեջ դու պետքա դուր գաս, որպեսզի քեզ ընտրեն, այսինքն դա կներես էլի, ես միշտ ասում եմ, պոռնիկի ստրատեգիա, այսինքն դուր գամ, որ ինձ ընտրեն, չէ։ Դու պետք է այսպես ասած քո ստրատեգիան պետք է լինի, որ դու լինես այն ինչ որ դու կաս, ասես այն ինչ որ դու մտածում ես, եւ մարդիկ տարիների ընթացքում համոզվեն, որ սա կայուն, հաստատուն, ուժեղ դիրք է, եւ եթե դու ճիշտ ես, դու հաջողության կհասնես։ Դա բիզնեսի մեջ էլի դեպք կա մի կողմից առաջարկի փիլիսոփայությամբ բիզնեսն է, այսինքն երբ որ դու քո վրա վստահես, քո պրոդուկտի վրա վստահես, ու ասում ես իմ պրոդուկտը ես վստահ եմ, որ սպառողին դուր կգա, ու դու վստահ առաջարկում ես քոնը, ով գնեց, ով չգնեց, դա քեզ արդեն երկրորդականը քիչ է հետաքրքրում։ Եվ դու մտածում ես հալա ես ինչ պրոդուկտ սարքեմ, որ մեծ մարդկանը դուր գա։ Էլի գալիս այդ խոսակցությունը գալիս է այդ իներտ մեծամասնություն ընդդեմ ակտիվ փոքրամասնություն, երբ որ դու մագնիսը նենց ես դնում, որ դու ասենք հանգարց սխալ չասեմ, հանգարց պատերազմի անուն չտամ, բան չանեմ, որպեսզի այդ մեծամասնությանը քաշեմ իմ կողմ, բայց մոռանում ես, որ դա իներտ մեծամասնություն է, ասենք ինք բան չանեմ։ Դե չեմ ասում, որ այդ դեպքում դու ինչով ես տարբերվում, մենա այդ ով որ ասենք դա ասում, հա, ամենալավ ասող, ամենալավ դեմագոգը ես։ Հա։ Ես դա ասում եմ, ինչքան որ պետք է քաշում եմ, դու չես կարող այդ մրցես այդ դաշտում։ Պետք է չի մրցել։ Դու պետք է դու լինես, նաև չպետք է։ Այստեղ մի հատ էլ բան իջեց այդ 2018 թվականի թեմա, սա տեխնոլոգիական հարց է։ Բոլորը այս վերջի շրջանում, եթե նայես, չէ, ասենք 21 թվից ինչքան փորձում են տես փողոցային շարժում ստեղծել Հայաստանում, վերցնում են 18 թվի մոդելը, փորձում են կրկնել, փորձում են Նիկոլ խաղալ, չի ստացվում, Ժորժ ջան, դու չեք կարա Նիկոլ խաղալու համար պետք է Նիկոլ լինես։ Եթե դու հրանտն ես, եղի հրանտ, եթե դու Պետրոսն ես, եղի Պետրոս։ Այս ոճով պետք է գնաս, դու չպետք է կրկնես, որտեղ մի անգամ աշխատեց ինչ-որ տեխնոլոգիա, քեզ թվում է դա մոգություն չի։ Չես կարող մրցես։ Դեմագոգիան քո դաշտում պետք է։ Ասենք այդ քայլելը հիմա այս բանի Բագրատ արքեպիսկոպոսի այդ առաջնորդած շարժում, այսինքն նույնիսկ այն դետալները, որ չգիտեմ, կարող է թվալ ավելի տակտիկական, ոչ տրատեգիական, նույնիսկ դրանք են պատճենում մեկ Անստը պատճառ է, որ նույն գրասենյակում են գրել այդ տեխնոլոգիան։ Մարդկանց մի քիչ հումորով ասում էին, որ չստացվեց, դրանից էր, որ Գյումրիից չէր գալիս քայլելով, այլ Տավուշից։ Դե հիմա այդ խեղճ Բագրատը, այսինքն լավ խեղճ չասեմ, մարդը չվիրավորի, չեմ ուզում իրան վիրավորեմ։ Իսկ անունը տես չէ ուզում տայի, ամեն դեպքում այնպեսի անհաջողության մատնվեց, որ ոնց որ երևի ինքն էլ է հասկացել այդ իր ասխալները, դա համար հանգիստ թողնենք, մեզ չստացվի էլի բան ենք անում։ Բայց դա ընդհանուր սխալ։ Դու մենակ Բագրատը չէ, 21 թվից հետո ով ասես փորձեց այդ փողոց փակել, ես ինչ բան։ Ոնց որ ասենք մոգություն է, պետք է կրկնես նույն գործողությունները, որ ստացվի։ Չէ, այդպես չի։ Եթե ուզում եմ ավելի բան անենք, լայնացնենք, հենց մենք նայում ենք 2125 թվականին։ Լավ։ Ինչ հայկական պետություն ես դու տեսնում
ես ուզում եմ դա դու ասես, որպեսզի մենք հասկանանք եւ կարողանանք պատկերացնել, թե դրա համար հիմա ինչ է պետք անել, 25 տարի հետո ինչի է պետք հասած լինել, 50 տարի հետո ինչի է պետք հասած լինել, որպեսզի այդ քո 100 տարվա տեսլականը իրականություն լինի, այսինքն հերիք չի, որ ասես, չգիտեմ, մյուս աշխարհի խաղերին մենք ուզում ենք հիմնական փորում լինել ֆուտբոլի այդ չեմ ուզում իմանալ շատ լավ հարց է տալ, շատ ուրս եկավ նայ ես չգիտեմ եթե նայես մեր հռչակագրի մեջ մենք ընդհանրապես այդ խնդիրը դրել ենք որ քաղաքականությունը մենք չենք սահմանափակում մի տարով 10 տարով գրեթե հարյուրամյակների հեռանկար եթե լուրջ ես ուզում այստեղ նրբերանգներ կան տես երբ որ խոսքը 100 տարվա մասին է 100 տարին իհարկե բացարձական կանխատեսելի է, որովհետև ավերծու 100 տարի առաջ ինչ ա եղել, ասենք թեկուզ աշխարհի քարտեզը ինքը լրիվ փոխվել է եւ ոչ 1925 թվական չէր կարող պատկերացնել 25 թվականը։ Դժվար է այստեղ շատ կոնկրետ բան ասել, հա? Այսինքն վերլուծական բան ասել։ Դա գրեթե անա մոտավորապես 20 տարի է ինձ թվում է շեմը, որտեղ դու կարաս մի քիչ ավելի sense կոնկրետ խոսես։ 30-50 տարին արդեն անխուսափելիորեն դու ընկնում ես ավելի ցանկությունների դաշտ, ինչ որտեղ քո ասած է գալիս է կուզենան, որ Հայաստանը աշխարհի չեմպիոն դառնա, ինչ որտեղ էլ բայց հիմա sense խնդիրը էսա, ես նախ ամեն դեպքում պետք է ցանկություններից սկսեմ։ Իմ առաջնային խնդիրը նպատակն է որպես անհատն է, ես չեմ ուզում, որ հայերի ամեն սերունդ նույն պայքարը մղի, ինչ որ նախորդ սերունդներ։ Ես ուզում եմ հայերի սերունդներ առաջ գնան։ Օրինակ ինձ թվում էր, որ իմ սերունդը մի հատ փոքրիկ խնդրի լուծում տեսել է, որ հայը այդ խեղճ վիճակից դուրս է եկել, որ այդ որ մենք երբ որ ես փոքր էի, մեզ դաստիարակում էին, որ մենք ամենտեղ կորստում բան։ Ես իմ աչքով տեսա փառք Աստծո, որ հայը կարա նաև հաղթի։ Եվ ինձ թվում էր, որ սա մի հատ փուլ է, որը մենք արդեն հաղթարել ենք, իմ երեխեքը արդեն հաջորդ փուլը կա։ Ցավոք սրտի մենք էլի նորից հետ եկանք եւ մենք անդադ լուծում ենք խնդիրներ, որոնք թվում է թե 3-4 սերունդ առաջ պետք է լուծված են։ Մենք մեր այն ինչը որ կոչվում էր 19-րդ դարի վերջում հայկական հեղափոխություն, այսինքն դա ազատագրական պայքար էր, բայց ինքը նաեւ այդ հայկական անկախ, բայց նաեւ արդար պետության խնդիրն էր դնում։ Մենք ցավոք սրտի տարբերություն շատ ժողովուրդների այդ մեր խնդիրը այդպես էլ չկարողացանք լուծել եւ ստիպված ենք նորից ու նորից լուծել։ Ես շատ հուսով եմ, որ այդ քո ասած 2125 թվականի Հայաստանում այդ խնդիրը չի լինի եւ եթե ես հուսում եմ որ մեր սերունդը գոնե դրա հիմք կդնի որպեսզի չկրկնվի անընդհատ այս նույն պայքարը ես շատ հուսով եմ որ մենք կարողանանք երբ որ ես ասում եմ անկախ Հայաստան կառուցել նկատի ունեմ քաղաքական ճիշտ գիտակցություն ձեռք բերել որպեսզի անընդհատ չընկնենք այս նույն ռուս-թուրքական վանդակների ծուղակը իրական քաղաքական մտածողություն ձեռք բերենք, որտեղ դա հիմքերի հիմքն է։ Անկախ նրանից թե Հայաստանը 100 տարի ինչ տարածք ունենա ավելի մեծ թե ավելի փոքր, կարևորը որ մենք այդ գիտակցությունը ունենանք։ Ես շատ հուսով եմ, որ մենք մինչև այդ արդեն լուծած կլինենք այդ իմ ասած ազգային այդ անկախության բովանդակության խնդիրը կկառուցենք մեր ինստիտուտները, որոնք արդեն 2-3 սերունդ կգործեն եւ կտան ռեալ արդյունք, եւ եթե դրանք լինեն հաստատ ռեալ արդյունքներ կլինեն բոլոր ոլորտներում, այսինքն խնդիրը այդ դրանց ստեղծելն է հետո դրանք արդեն իներցիայով կաշխատեն, ինչպես ասենք օրինակ նույն, չգիտեմ, Ամերիկայի Միացյալ Նահանգներում նա հիմա ճգնաժամային վիճակ ինստիտուտների մի քիչ կարող է օրինակը հիմա լավ չի աշխատում, բայց գալի ասենք մի 10-20 տարի առաջ աշխատում էր, չէ՞ որ անկախ ով առաջին դեմքը ինստիտուտները աշխատում։ Հիմա կարող է մի քիչ այդպես չի, բայց կայացած պետության մեջ դա Մեծ Բրիտանիայում մինչև հիմա որոշ չափով այդպես է։ Այսինքն եթե մենք այդ վիճակի հասնենք, մնացածը կախված իրավիճակի ժամանակաշրջանից կլինեն տարբեր զարգացումներ, բայց մենք այլևս ամենակարևորը ես կարծում եմ, որ մենք այլևս չենք մտածի, այսպես ասած, գոյատևման խնդիր չենք դնի, անկախության պահպանման խնդիր չենք դնի, մենք կդնենք ստեղծագործական խնդիրներ։ Չգիտեմ, ես նաև շատ հուսով եմ, որ ես ուզում եմ, որ մենք նաև այդպիսի նպատակ դնենք, որ այս մեր իրավիճակը ինքը բերի նաև մշակույթի ոլորտում մի հատ մեծ ծաղկ, որովհետև դա շատ կարևոր հոգեբանական պատասխան պետք է լինի ազգի կողմից եւ այդ 100 տարի հետո մեր այս ժամանակը հիշեն ասել, սա դարձավ հայկական արվեստի, հայկական գրականության ծաղկման մի հատ փուլ ու դա գնա առաջ, որովհետև մենք այդտեղ էլ առաջ չենք գնում, մենք անընդհատ ոնց որ դոփում ենք տեղում։
Այդ ես կուզենայի տեսնել, սա իմ ցանկությունն է 2125 թվականի Հայաստանի մասին։ Բայց ես կարծում եմ, ես վստահ եմ, որ եթե մենք ճիշտ հիմքերը հիմա դնենք, այդ Հայաստանը նաև տարածքով ավելի մեծ կլինի։ Ինքը նաև իր ինքնիշխանության մակարդակով ավելի բարձր կլինի։ Ինքը պետք է լինի տարածաշրջանի մասշտաբով գոնե հարց լուծող տերություն, պետություն, եւ մեր ազգը արժանի է դրան, մեր ազգը ընդհանրապես արժանի է դրան, որ ինքը իր պոտենցիալը շատ ավելի մեծ է, ինքը չպետք է խեղճ վիճակում։ Այդ եմ ես քեզնից իմանամ ճիշտն ասած, որն է լինելու մեր ավելացված արժեքը, մի քիչ տնտեսական տերմին եմ օգտագործում, բայց բայց շատ կարևոր է։ Մենք ինչ ենք տալու տարածաշրջանի երկրներին եւ աշխարհի երկրներին, որ իրենց դա պետք է եւ մենք կարող ենք ամենալավը դա տալ։ Այլապես մենք ոչ մեկին պետք չենք։ Եվ երբ որ ֆունկցիան կորցնում է, ինքը 1, 2, 3, 10, 20 տարի հետո շարքից դուրս է գալիս։ Ահա դա մենք պետք է որոշենք ինչ ենք մենք տալիս, նայ։ Դա այս խնդիրը նաև ես օրինակ պատերազմից հետո չգիտեմ, ասել եմ, գրել եմ միտեղ դեմոց, իմ մոտ այնց շատ սուր զգացողություն եղավ։ Եվ այդ վերջին կայազոր բանը ես դա կոչեցի, որ լավ, ենթադրենք, շատ հնարավոր է, որ այս ամեն ինչից հետո մենք կարող ենք լինել հայերի վերջի կամ նախավերջի սերունդը, որ Հայաստանում ապրում, սենց այս զարգացումը կարա դա լինի։ Ու եթե հանկարծ այդպես լինի, ես ինձ հարց տվեցի, ասացի աշխարհում ով է մեզ ափսոսալու ինչի համար։ Կարող ասենք լավ, տենց մի հատ լավ հին ազգեր բարի, դե վերացավ էլի։ Ինչ կա, ասենք մեր վրա կոպիտսից լացելու։ Ոնց որ ասենք, չգիտեմ, հին հույների վրա կարս լացես, ասես ինչի չկան, չէ, որտեվ այսպես բան են տվել աշխարհին, ափսոս։ Մենք էլ հնում ինչ որ բաներ տվել են կամ չենք տվել, բայց ես չեմ կարծում, որ այսօր մեզ հախղճացող կլինի, բայց ափսոսացող, որ ասի, բայ, ախր հայ ազգը ոնց էլ իր երկրում չի ապրում, ախր անենց արժեքավոր էր այդ ազգը։ Ես այդ զգացի եւ այդտեղից իմ մոտ ծնվեց, որ ախր մենք պետք է նպատակ դնենք, որ սա մի հատ անենց վերելք մենք ստեղծենք, մեր պատասխանը դա լինի, որ ոչ միայն մեր համար, այլև դրսի համար, օրինակ նայ Բյուզանդիայի վերջի այդ տարիներում էլ այնտեղ մի հատ որոշակի ճյուղեր մշակույթի ծաղկեցին, որ Բյուզանդիան կործանվեց, բայց օրինակ եվրոպական վերածնունդի վրա մեծ ազդեցություն ունեցավ այդ բյուզանդացիների վերջին սերունդը, գնացին Իտալիայում ռենեսանս բան եւ ես այդպես բան եմ ուզում եւ ես չգիտեմ Հայաստանում ոնց որ մարդիկ մի տեսակ այդպես նպատակներ չուզենան տեսնել եւ դնել մի տեսակ ամեն ինչ sense հոգեբանությունը այնց է մեծ բանը որ դե յոլա տանենք չգիտեմ բայց տենց չի լինում յոլա տանելով դու գնում ես դեպի կործանում եթե դու չես ուզում կործանվես դու պետք է մեծ նպատակն ես այո ասես ես աշխարհին պետք է զարմացնեմ իսկ ինչի չեմ կարող այսօրվա աշխարհի կան պարտադիր չի դու ունես հարուստ պարտադիր չի դու եսի ինչեր անես ոլորտներ վերցրու քո համար ընտրի մշակույթից մինչև չգիտեմ գիտություն ընտրի զարմացրու աշխարհին այդ ինչի հայերը ասենք Հայաստանից դուրս կարողանում են մեծ հաջողությունների հասնել տարբեր ոլորտներում բնակ ինչի Հայաստանում չեն կարող ինստիտուտները ստեղծի որ կարողանան բայց կարող նպատակ դիր մեծ նպատակներ դիր ոչ թե ես ասում եմ տենց ուղղակի օդի մեջ ցանկություններ այդ քո ասած ֆուտբոլը չնայած ֆուտբոլն էլ տես ինքը մի կողմից եթե դու ձևակերպում ես որպես կենացա բայց եթե դու դրել ես նպատակ ասում ես 50 թվին ուզում եմ Եվրոպայի չեմպիոն դառնալ դու այսօրից պետք է աշխատես դրա ուղղությամբ ես չեմ տեսնում որ աշխատել բայց դա հնարավոր է դա անհնար բան չի 50 թվին չէ 60 թվին եթե այսօրվանից սկսես օրինակ մանկապատենական ֆուտբոլը զարգացնես մարզերում մարզադաշտեր սարքես եւ այլն նորմալ չեմպիոնատ ունենաս դրսից չբերես ես իմ կիսա հայ կիսա չգիտեմ ինչ հիմքը դնես որ ստերի ֆուտբոլիստերին աճես դա ինչ է Եվրոպայի չեմպիոն է դարձած լավ ֆինալում գոլ է կխաղաս դա այդքան անիրական չի եթե դու դա կենաց չես սարք այս ասում եմ մեծ նպատակներ տնենք բայց նաև ոչ թե կենացի վերածենք դրան այլ ռեալ բան անենք օրինակ ես ուզում եմ տեսնել որ այսօր Հայաստանում մի հատ անենց օրինակ գրականություն լինի ոնց է չէ հիմա մարդիկ չի Նիգերիայի գրողներ են կարդում հիմա կարևոր չի չէ դու անգլիացի գրող ես Նիգերիայից ես թե Թայլանդից ես կարաս համաշխարհային շուկա դուրս գաս Հայաստանում լինեն այնպիսի գրողներ մարդիկ կարդան ասեն լսի սա գիտես մի հատ հայ գրող կա
ու եթե մեզ այդ մի բան լինի, ասել վայ, ափսոս չեն, այս լավ մի հատ գրող ունեի։ Տոնես մի հատ այսօրվա, դες մենք հին ունենք, ինչով որ հպարտանում ենք, սա անցյալում է։ Այսօր ինչի չեն կարող, այսօր ինչի հաստրում, օրինակ այսօր չունենք, որտեվ ինձ հարցնում են, ես մի քիչ դժվարանում եմ ասել կա։ Կարող է ունենք, կարող է այդ հանճարեղ գրողը ասում են կա, դու չգիտես, բայց ուրեմն լավ PR չեն կարևոր աշխարհում հայտի դառնա կամ թեկուզ գոնե քեզ հայտի դառնա։ Լավ գոնե PR-ի հարց ուրեմն լուծեք, եթե ունենք, ես չգիտեմ։ Օրինակ սիմֆոնիան չի գրվում այսօր Հայաստանում։ Ոմյա սիմֆոնիա եք գրում։ Ինչ որ գրվում է, ասում են դե սիմֆոնիա կարող գրում եք, ասենք բայց չեն կարող դա։ Բանը որովհետև փող է պետք որ դա չգիտեմ ինչ։ Ինչ որ միտեղ գրվում է հիմա սիմֆոնիա, թե այդ ինչ գրվում։ Ես հոգու տենց հարցել եմ ում ճանաչում եմ, ասում եմ մեկը ասում է դե հա ես օրինակ մի հատ ծանոթ եմ գրում է տենց իր սեղանի մեջ պահում է որտեղ Թե այլ երկրներում նկատի ունեմ։ Հա գրվում է, ոչ է Վիկիպեդիան բացին այդպես եկա մեզ ցուցակ կա, ասենք չգիտեմ, որ ջայլ տղաներ կան մեջը, ասենք չգիտեմ, բիզնես փոքր, հա։ Դե օրինակ եմ բերում, հիմա սիմֆոնիա չի գրվում, չգիտեմ, ասենք ռոք սիմֆոնիա է գրվում, չգիտեմ ինչ է գրվում, ինչո՞ մի բան, որը աշխարհին հետագ, բայց ոչ թե զուտ sense բան, պոպ արժեք, հա, պոպ արժեք հայր կարաս արտադրես մի օրվա համար։ Մեծ բան դնես։ Ոչ թե ասենք չինեմ լավ մի հատ երկ գրեցիր վիրուս եղավ ասենք սա լսեցին գնացին շատ լավ այդ դրանը դեմ չէ բայց ունես բան որ իրոք մարդիկ զարմանան ափսոսան ասեն այս ազգը դեռ մեջը բան ունի կրակ ունի կարատ բաներ անի էլի ասենք այս դա կուզենամ այդ ամեն ինչը նաև կախված է թե դու ինչի մեջ ես պատրաստ քո բյուջեից ներդրումներ անել չէ այսինքն ամեն ինչը երբ որ դու սահմանում ես նպատակներ կամ գլխավոր նպատակ, երկրորդային նպատակ, երրորդական դա բան է ենթադրում է որ պետք է դրա հետևը ինչ որ ֆինանսական բան լինի, բյուջե լինի դու պետք է ներդրում անես մի հատ կամպանիայի Եթե դու նպատակներից սկսես, եթե դու հոգեբանությունը փոխես, որտեղ կարաս լիքը ֆինանս տնես, բայց եթե հոգեբանություններն ա որ յոլա տանենք, բանը չի։ Չէ, ես ուրիշ բան եմ ասում։ Հա, ես հասկացա, բայց իմ ասածը ուրիշ է, այսինքն դու չես կարող սահմանել 50 հատ բան, առաջնահերթություն, ու բյուջեն, ասենք այդ 50 առաջնահերթությունների վրա է դնես։ Ասենք եթե դու ազնիվ ես ու ասում ես, ես չգիտեմ, սպորտն եմ ուզում զարգացնեմ կամ տեխնոլոգիաներն եմ ուզում զարգացնեմ ու դու դնում ես փող туриզմի վրա, դնում ես փող, չգիտեմ, թատրոնի վրա, չեմ ասում դա կարևոր չի, բան չի։ Հասկանալի է, ես ասում, դե ընտրության հարցը, բայց կարևորը դնես մեծ նպատակ։ Մեծ նպատակն է մենակ իմ կարծիքով մեծ նպատակներն են իրականում, փոքր նպատակները չեն իրականում, մարդուն չի մոբիլիզացնում փոքր նպատակ։ Իսկ ես ուզում եմ որ Հայաստան դրան սկսեն հավատալ, մեծ նպատակները ոնց որ տեսլական են տալիս։ Հա, այդ հեռանկարը մարդկանց դուր, այդ հավատը մարդկանց դուր։ Դաթարի քարոզել մենակ աղետ կործանում, չգիտեմ, սարսափ եւ այլն։ Մարդկանց ի վերջո մարդու համար օրինակ ասենք վտանգը մենակ վատ բան չի, վտանգը մոբիլիզացնող է, վտանգը մարտահրավեր է, վտանգի ժամանակ մարդը նաեւ մարմինն է նույնիսկ մարդու իրան ավելի լավ սկսում զգալ։ Պետք չի մենակ վախենալ։ Պետք չի մենակ վախենալ, երբ որ դու վախենում ես, դա մենակ ռազմական հարց չի, մենակ քաղաքական հարց չի, դու նաեւ մշակույթում ոչ մի բան չես ստեղծում։ Վախեցած կամ որ ասում է դե հիմա այս պայմաններում օրինակի համար ոնց չգիտեմ բանաստեղծը գրի բանաստեղծ։ Բալենայք աշխարհի լավագույն բանաստեղծները որ ժամանակներում են գրել։ Հանգիստ թե ճգնաժամային կամ այդ մեր գրողները ժամանակին որ մեր չգիտեմ մենակ գրողները չէ մեծ ստեղծագործներ ծողները որ ստեղծագործել են կամ գիտնականները այդտենց շատ լավ հարուստ կյանքից են արել չէ այդպես չի եղել հակառակը ճգնաժամը բերում է մարդու այդ բանին էլի ոնց որ այդ հոգևոր տվյալ դեպքում նկատի ունեմ բան էլի ոչ նյութական ոնց որ ձգտումների բացահայտմանը ես տենց եմ հասկանում Այդ միջավայրը պետք է ինչ որ այդ ոգին պետք է առաջանա, ինձ թվում է, այդ միջավայրը պետք է առաջանա։ Վստահ եմ, որ Հայաստանում ստեղծագործողներ կան։ Նպատակ դրվի, սկսես գտնել, օրինակ մենք ինչի սկսեցինք այդ գրական մրցույթները անել, թվում է թե մեր այդ ինչ կա։ Հիմա ասում են դե լավ է դիտի տենց շատ արժեքավոր գործեր են գալիս, չէ, կարող է շատ արժեքավոր գործեր չկան։
2 մրցույթից չի գա, 10 մրցույթի մեջ Հա, բայց կարող է նույնիսկ մի հատ գրող թարգմանությունները քիչ բան չեն։ Հա, այդ էլ առանձին բան է թարգմանչական մեծ ծրագիր, բայց 10 մրցույթի մեջ 10 տարի եթե անես, կարող է մի հատ հանճարեղ գրողը հայտնի, որը այլ տարբերակում չէր հայտնի դառնա կամ չէր մտածի, որ ինքը պետք է գրի։ Այդտենց պետք է մոտենաս հարցերի։ Ընդհանրապես այդ մտածողությունը, որ այդ բանից օրինակ պատերազմից առաջ կար պատերազմ, ինչ ասում է դե դա բարդ է։ Հա, բայց եթե խնդիրը բարդ չի ելում ես դու պետք։ Բարդ խնդիրները լուծելու համար ընդհանրապես մարդը եւ առավել եւս քաղաքականությունը, որտեղ հեշտ խնդիրները այնա, որ կարաս տաս բանին կոմբին ինքը լուծի, հեշտ խնդիրների համար Google-ը կա, Wikipedia-ն կա, հիմա նույնիսկ արհեստական բանականությունը կա, բայց մարդը բարդ խնդիրներ լուծելու համար է, բայց ինչի համար է։ Նույնիսկ այն բանը, օրինակ գերմանացի սոցիոլոգը Մանհայմը, ինքը շատ հետաքրքիր ինձ դուր է գալիս իր տարանջատում են, ասում է քաղաքականությունը կառավարումից ինչով է տարբերվում։ 20-ական թվերի հեղինակ է, բայց այդ սահմանումը շատ լավն է։ Կառավարումը ասում է ինքը բան է կանխատեսելի հաշվարկի վրա, այսինքն դու կարաս իրոք դա ավտոմատիզացնես։ Քաղաքականությունը չես կարող ավտոմատիզացնել, որտեղ ինքը անկանխատեսելի իրավիճակների համար է, որտեղ մենակ մարդը կարա որոշումներ ընդունի, դա չես կարող հաշվարկես եւ ինքը բարդ իրավիճակներ լուծելու համար է։ Իսկ այստեղ մտածողությունը, որ դու բարդ խնդիր է, չեն գա բարդ, ապա եւ ամեն ինչն էլ բարդ է այսքան։ Այդ Դե պետք կառավարումը ամենալավը կարող է արհեստական բանականությունը մարդուց ավելի լավ անել, իսկ քաղաքականությունը չի կարող։ Չի կարող անել, որտեղ այդտեղ դու պետք է որոշումներ ընդունվես ելնելով շատ կոնկրետ եւ փոփոխվող իրավիճակից, ոչ թե դու որոշումներ պետք է ընդունես ըստ նախապես ինչ որ պրոտոկոլների կամ պրոցեդուրաների կամ չգիտեմ, չնայած ասում եք հիմա կարող արհեստական բանականությունը շուտով էլ կարողանա անել։ Բայց դրանից խոսացին, չէ՞, նայ, այսինքն հիմա որ նայում ես Ուկրաինայում 1000 տարի մնալ մարդիկ ինչ որ արհեստական բանականության դրոններ էին սարքելու Ուկրաինայում, իրանք այդ ամեն ինչը կարիքից ելնելով ու մահվան ու կյանքի խնդիր լինելուց ելնելով այդ ամեն ինչը արեցին, որտեղ ուրիշ շանս չունեին, պետք է անեին կամ չէին գոյատևի, այսպես ասած։ Այսինքն ոնց որ ասում են, բանը կրկնությունը գիտության մայրն է, այդ բանն էլ կարիքն էլ հայտնագործությունների մայրն է երևի, այսպես։ Մենք էլ չէ կարիքի մեջ ենք հիմա ոնց որ։ Բայց դու կարիքի մեջ չկա այդ ձգտումը։ Եվ մարդու ուղեղը լավ է, ժամանակ է սկսում աշխատել, հա։ Այն մարդկանց մեջ կա, առանձին խմբերի մեջ կա, բայց դա չի վերածում sense մի հատ լայն բանի, որ դու տեսնես, որ այս կարիքը ծնում է ինչ որ մի հատ մեծ պատասխան է սանության մեջ։ Որտեղ կենսունակության նշանը դա է, չէ, որ դու կենսունակ ես, թե չէ դու ճգնաժամային իրավիճակին ո՞նց ես պատասխան։ Այդ նույնիսկ ամենասրտից կենթանին միջատը նույնիսկ մոբիլիզացվում է, դա ուժերը հավաքում է։ Ինչ որ բան է ցույց տալիս, հաճախ հաղթում է դա։ Դե բնությունից շատ բան կարելի է սովորել։ Դե բա մենք բնության մասն ենք, բանից չենք։ Միսը արումից ենք, չէ։ Շատ հետաքրքիր է զրույցը, Հրանտ ջան, բայց քանի որ արդեն համարյա մոտենում ենք 2 ժամին, երևի հեռախոսս էլ նստելու է հեսա, լավ էլ կարելի է եզրափակվել այսքանով, հետագայում շարունակելու ակնկալով։ Հաջողով Էդգար ջան, շատ դուր եկավ այս ֆորմատը, դες այս ազատ զրույցի, ճիշտ ասած, երևի իմ համար ամենալավ sense ձևաչափն էր։ Ու եթե մարդիկ կան ու հաստատ կլինեն, որ կցանկանան ձեր այլ նյութերին, հաղորդումներին, հոդվածներին հետևել, խնդրում եմ ասես, թե որտեղ կարող են դա անել։ Այս պահին Facebook-ի էջն է, հենց մարդկական եղբայրություն, Telegram ալիքը լավ կլիներ, որ մտնեն, որտեղ ամեն դեպքում ամենաապահովը ոնց որ այս պահին դա է, էլի մարդկական եղբայրություն ուղղակի եթե փնտրեք։ YouTube-ը փակել են, մենք իհարկե կվերաբացենք, բայց ես վստահ չեմ, որ էլի չեն փակի, բայց անպայման պետք է մտածում ենք ինչ որ ռեզերվային տարբերակներ, բայց այս պահին Facebook-ը, Telegram-ի առումով ես ուղղակի տենց նույնիսկ կխնդրեի, որ գրանցվեք, որովհետև եթե հանկարծ մի օր Facebook-ն է փակեն, եթե YouTube փակողը կարող է Facebook-ն էլ փակի։
Այդ Telegram-ը գոնե միակ տեղն է, որ կկարողանանք իրար հետ ժամանակավոր գոնե միակ տեղը կլինի, որտեղ կկարողանանք իրար հետ հաղորդակցել։ Ու դե կայք է ջը։ Հա, կայքը ունեն, ճիշտ է, մարտական եմ, ինքը բան է անում, ոնց որ թարմացվում է, բոլոր նյութերը նաև այնտեղ են գնում, հասկանում ենք իհարկե այսօրվա աշխարհում կայք այդքան շատ մտնողներ չեն լինում, բայց ինքը ամենպես մեր բոլոր նյութերի ճիշտ է շատ տենց նաև արխիվի դեր է կատարում։ Ուրիշ այս պահին ոնց որ թե դեռ Telegram-ում Patreon էլ կար, ես տեսել եմ։ Հա, նաև Patreon-ը, այո, Patreon-ը մեզ համար շատ կարևոր է, որովհետև ինքը որ հնարավորություն է ստեղծում բարբերական այդ ներդրումների, հա, ոչ թե միանգամյա։ Թեկուզ եթե համեմատաբար փոքր գումար է, բայց ինքը բարբերական է, մեզ շատ է օգնում, որ մենք կարողանանք պլանավորել մեր գործունեությունը, դե որտեղ մեր մոտ ոչ շատ մեծամասնությունը կամավորական է, հիմնականում այն ինչ որ մենք անդամավճարներով հավաքում ենք, դա գրասենյակային ծախսերն է փակում, ավելինի համար սովորաբար կամ դիմում ենք հանգանակությամբ կամ մեր ընկերներին, այդ իմաստով այդ Patreon-ը մեզ համար շատ կարևոր է նաև մեր այս մեդիան ոնց որ ավելի զարգացնելու համար, այդտենց ոնց որտեղ ավելի բազմազան սարքելու եթե խնդիր կա, ու մարդիկ ասում են, բան չի, էսենց ավելի շատ չի, ավելի բազմազան չի, մարդիկ ավելի շատ չեն, դե դրա համար մի քիչ ավելի հնարավորություններ է պետք։ Հիմա ոնց որ էտել ենք մտածում, բայց այդտեղ արդեն այդ ներդրումը Patreon-ային հատկապես պետք է, որտեղ դա հիմնականում մենք նախատեսել ենք այդ ձևի ծախսերի վրա, հա, որ հիմնականում կախված մեդիայի հետ, որտեղ դե ինքը մեդիայի հետ է կապված հենց այդ բանը վառեժ։ Հետո մնացածը արդեն եթե բան դուք ասեք։ Շատ լավ։ Շնորհակալ եմ եւս մեկ անգամ։ Դու շատ ապրես։ Միշտ հանդիպում։ Հաջողություն։ Հաջողություն։